Նրանք կարծում էին, որ թուրքին հնարավոր չէ հաղթել։ Այդպես էին կարծում նրանց հայրերը եւ այդպես էին կարծում նրանց պապերը։ Հաղթանակն անհնար էր թվում։ Տիրում էր միայն համատարած վախ, որը կարծես փոխանցվում էր սերնդեսերունդ։ Սակայն մի օր նա վերջ դրեց այս ամենին։ Պայքարը չէր երաշխավորում նրանց հաջողությունը, բայց նրանք այլ ընտրանք չունեին։ Այսպիսով ժողովրդի ծոցից ծնվեց մի մարդ, որի անունը դարձավ դիմադրության խորհրդանիշ։ Մարդ, որի համար համազգային մենքը անձնական եսից վեր էր։ Նա մի ողջ ազգի ազատության խորհրդանիշ էր եւ լեգենդ իր կենթանության օրոք։ Ֆիդայի գեներալ, ազգային հերոս։ Բարև ձեզ։ Ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր մենք սկսում ենք մի քանի մասից բաղկացած մեր թողարկումների շարքը, նվիրված մեծ հայրենասերին եւ լեգենդար զորավարին։ Հայերի նկատմամբ թուրքերի անարդարության եւ այրագությունների ականատեսներ դեռ մանկուց, Շապին Գարահիսարում, որտեղ նա ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին, ատաղծագործ Թորոս Օզանյանի եւ Մայրամի ընտանիքում։ Մայրը մահացել է, երբ Անդրանիկն ընդամենը 1 տարեկան էր։ Չնայած մոր վաղ կորստին, Անդրանիկը մեծացել է իր ավագ քրոջ նազելի եւ հոր սիրով ու հոգատարությամբ շրջապատված։ Նրա մանկության տարիները գրեթե չէր տարբերվում իր հասակակիցների կյանքից։ Ուսում Ուշեղյան դպրոցում, օգնություն հորը եւ մանկական չարաճճիություններ։ Կարող էր արդյոք նրա կյանքն այլ կերպ դասավորվել։ Միգուցե, եթե նա հայերի նկատմամբ բացահայտ ատելության ու անարդարության ականատեսը չլիներ։ Սակայն 19-րդ դարի վերջը նշանավորվեց Օսմանյան իշխանությունների կողմից ծայրահեղ հակահայկական քաղաքականությամբ, որին անմիջապես հակազդեցին ամենակուռ եւ ամենաուժեղ հայկական համայնքները։ Զեյթունի հերոսական ապստամբություն, ռուս-թուրքական պատերազմ։ Ահա պատմական այն ժամանակաշրջանը, երբ հասակ էր առնում Անդրանիկը։ Հետևաբար, ոչ, նրա կյանքը այլ կերպ դասավորվել չէր կարող։ Իր ժողովրդի տառապանքների ականատեսը լինելով, անցնելով անարդարացի բանտարկության փորձության միջով, որին նա բախվեց երիտասարդ տարիքում, երբ արժանապատվության եւ արդարության զգացումից դրդված վրեժ լուծեց հորը վիրավորված թուրք ավազակից, նա արդեն երիտասարդ տարիքում խորապես գիտակցեց, որ արդարությանը չեն հասնում աղաչանքի եւ աղերսանքի միջոցով։ Իր ժողովրդի նկատմամբ մշտական ճնշումների եւ գոյաբանական սպառնալիքների պայմաններում նա գիտակցեց, որ ազատագրում հնարավոր է միայն հայերի միասնության եւ կազմակերպված դիմադրության միջոցով։ Այս մոտեցումն ընկավ նրա գործունեության հիմքում եւ զգալի ազդեցություն ունեցավ ազատագրական պայքարի հետագա ողջ ընթացքի վրա։ Այդպիսի անարդար եւ դժվարին պայմաններում էլ ձևավորվեց ապագա զորավարի եւ ազգային հերոսի բնավորությունը, նրա առաջնորդական ունակությունները, համառությունը, անդրդվելիությունը, սուր միտքը, հանդգնությունը եւ արդարության ուժեղ զգացումը արդեն իսկ ակնհայտ էին մանկուց։ Երիտասարդ Անդրանիկի հայրենասիրական եւ ազգային գիտակցության զարթոնքը մեծապես պայմանավորված է եղել քահանա Նազարեթ Քիպարյանի, հետագայում Վրամշապու arczepiskopos Քիպարյանի ազդեցությամբ։ Նրա հոգևոր առաջնորդությունը, դոգորված հայրենիքի եւ ժողովրդի հանդեպ սիրով, դարձավ Անդրանիկի ազգային աշխարհայացքի ձևավորման կարևոր փուլ, կանխորոշելով նրա ազգային գործչի եւ զորավարի ուղին։ 1885 թվականին Շապին Գարահիսար քաղաքում տեղի ունեցավ հայ բնակչության կազմակերպված դիմադրության առաջին դրսևորումներից մեկը՝ զինված ապստամբությունը, որը կարևոր նշաձող դարձավ ազգային ազատագրական պայքարի պատմության մեջ։ Սկսեցին ձևավորվել ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք արտացոլում էին ազգային ինքնագիտակցության աճը եւ սեփական իրավունքները պաշտպանելու ձգտումը։ Ուշագրավ է, որ այս շարժումը ծագել է հայ հեղափոխական կուսակցությունների ի հայտ գալուց առաջ, այսինքն սա ընդգծում է նրա ինքնաբուխ բնույթը եւ խորը ժողովրդական հիմքը։ Անդրանիկն առաջիններից էր, ով արձագանքեց պայքարի այս կոչին։ Պահպանված վկայությունների համաձայն հենց այդ օրերին քահանա Նազարեթ Քիպարյանը, ով հոգևոր եւ գաղափարական կարևոր դեր է խաղացել երիտասարդ մարտիկների ձևավորման գործում, գաղտնի կերպով երիտասարդների մի խումբ տարել է Ազին Քարլեր, Սուրբ Սարգսի աղբյուր։ Աղբյուրի մոտ Ուռենուտակ նա կատարել է խորհրդանշական ծես։ Նա օրհնել է զենքերը, կոչ արել երիտասարդներին ծնկի իջնել եւ ձեռնադրել նրանց որպես հայրենիքի ազատագրման մարտիկներ։ Այդպիսով համատեղելով կրոնական ծեսը ազգային զարթոնքի գաղափարի հետ։ Միևնույն ժամանակ, ըստ Արսեն Մարմարյանի ուշագրությունների, ապագայում Անդրանիկի համար առանձնահատուկ նշանակություն ունեցավ հնչակյան շարժման ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկի Հաջի Պետրոս աղայի կողմից Անդրանիկին հնչակյան շարժման շարքերի ընդունումը։ Հենց նա Անդրանիկի համար դարձավ կազմակերպված քաղաքական պայքարի գաղափարի
կենդանի մարմնացումը։ 17 տարեկանում Անդրանիկն ամուսնացավ մի երիտասարդ աղջկա հետ, որին նա ջերմորեն անվանում էր գեղեցիկ աղջիկ։ Թվում էր, թե երիտասարդի կյանքը դասավորվում է, ընտանիքի ձևավորում, հայրենի հողում արմատավորում եւ ապագայի երկարաժամկետ պլաններ։ Սակայն հարսանիքից ընդամենը 1 տարի անց նրա երիտասարդ կինը ծննդաբերության ժամանակ մահացավ, թողնելով Անդրանիկին մենության եւ խորը վշտի մեջ։ Անձնական ողբերգությունը շրջադարձային եղավ երիտասարդ Անդրանիկի կյանքում։ Սիրելիի կորուստն այդքան վաղ տարիքում կարծես կտրեց նրա խաղաղ կյանքի այդ թելը եւ դուրս մղեց նրան սեփական օջախից։ Պայքարը օգնեց Անդրանիկին հաղթահարել կնոջ եւ չծնված երեխայի մահվան ընտանեկան վիշտը։ Ազատության եւ արդարության իդեալներին հավատարմության երթում տալով նա կարծես խզեց կապն անցյալի հետ եւ ամբողջությամբ նվիրվեց ազգային ազատագրական պայքարին։ Այդ պահից սկսած անձնական ողբերգությունը դադարեց լինել պարզապես կորուստ։ Այն դարձավ ներքին ուժի աղբյուր, որն Անդրանիկը ուղղեց ազգային պայքարին։ Այս կորուստը դարձավ Անդրանիկի լեգենդար կերպարի ձևավորման սկզբնակետը որպես մարտիկ, զորավար եւ ազգային դիմադրության խորհրդանիշ։ Հոր վրա թուրքի անմարտկային արձակումից եւ նվաստացումից ցնցված Անդրանիկը երդվեց վրեժ լուծել։ Առանց հարազատներին տեղեկացնելու մտադրության մասին նա սկսեց փնտրել թուրքին, հույս ունենալով դեմ առ դեմ հանդիպել նրան։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ։ Երիտասարդ Անդրանիկի եւ թուրքի միջև կարճ, բայց կատաղի կռիվ սկսվեց։ Անդրանիկը նրան մի քանի մահացու հարվածներ հասցրեց եւ արագ անհետացավ։ Այս դրվագը նրա համար դարձավ եւս մեկ կարևոր շրջադարձային պահ։ Նա հասկացավ, որ անհատական վրեժը որպես այդպեսին խնդիր չի լուծում։ Փոխարենը ժողովրդի պաշտպանության համար անհրաժեշտ է համակարգված եւ խիստ կազմակերպված պայքար։ Չնայած հայրենի շապին գարահիսարը լքելու հորդորին, Անդրանիկը մնաց իր հողում։ Եվ այնուամենայնիվ, Անդրանիկը ձերբակալվեց ոստիկանության կողմից եւ բանտարկվեց։ Սակայն իր ընկերների ջանքերի շնորհիվ, որ կաշառել էին բանտապահներից մեկին, նրան հաջողվեց փախչել, որից հետո Անդրանիկը գաղտնի լքեց հայրենի հողը եւ տեղափոխվեց Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրության այն ժամանակվա մայրաքաղաք, որտեղ էլ որոշ ժամանակ թաքնվեց։ Կոստանդնուպոլսում չնայած անբարենպաստ պայմաններին, նա պահպանեց իր ներքին տոկունությունը, առաջնորդի որակները եւ նախաձեռնողականությունը։ Օրինակ լսելով հրդեհի կամ մեկ այլ արտակարգ դեպքի մասին, Անդրանիկը մշտապես շտապում էր օգնության, մասնակցելով մարդկային կյանքերի փրկության, նույնիսկ ամենավտանգավոր աշխատանքներին։ Այս վարքը վկայում էր նրա հասարակության նկատմամբ ունեցած խորը պատասխանատվության եւ դժվարին պահերին վճռական գործելու կարողության մասին, ինչը արտացոլում էր նաեւ նրա բարոյապես բարձր եւ ոգով ուժեղ լինելը։ Հնարավոր է նա ամբողջ կյանքն ապրեր Պոլսում, աշխատելով որպես ատաղձագործ, բայց նրան այլ ճակատագիր էր սպասվում։ Նա ծանոթացավ հայ հեղափոխականների հետ, ովքեր դարձան նրա պայքարելու ցանկության դրսևորման եւ բոլոր հարցերի պատասխանը։ Հոր մահվան լուրը լսելով Անդրանիկը հասավ Ստամբուլ։ Թվում էր, թե նրան անցյալի խաղաղ կյանքի հետ կապող վերջին թելերը վերջնականապես կտրվեցին։ Դրա համար էլ, երբ հնչակյան կուսակցության նրա ընկերները որոշեցին մահափորձ կատարել հայ բնակչության դեմ բռնաճնշումներին մասնակցող Օսմանյան ոստիկանության ներկայացուցիչներից մեկի նկատմամբ, Անդրանիկն անձամբ ստանձնեց այդ գործը։ Մահափորձից հետո, ձերբակալությունից եւ դատական հետապնդումից խուսափելու համար, նա ստիպված եղավ լքել Ստամբուլը եւ մեկնել Բաթում, քաղաք, որն այդ ժամանակ ռուսական կայսրության կազմում էր։ Այնտեղ նա ժամանակավոր ապաստան գտավ եւ շարունակեց կապեր պահպանել հեղափոխական շրջանակների հետ։ Բաթում տեղափոխվելուց հետո Անդրանիկը շուտով հայտնվում է տեղական իշխանությունների հսկողության տակ։ Ռուսական ոստիկանությունը նրան ձերբակալում է որպես հեղափոխական գործունեության կասկածյալ եւ իր մի քանի զինակիցների հետ միասին բանտարկում ինքնաշեն բանտում։ Որոշ աղբյուրների համաձայն դա գոմի նմանվող մի օժանդակ շինություն էր։ Ձերբակալության հաջորդ օրը ոստիկաններից մեկը հրամայում է Անդրանիկին մաքրել բակը։ Անդրանիկը հնազանդվելու փոխարեն դիմադրում է։ Որոշ վկայությունների համաձայն Անդրանիկը կռվի է բռնվում ոստիկանի հետ, կարողանում խլել նրա հրացանը եւ այնուհետեւ նրանով հարվածելով նրա գլխին ուշաթափանում։ Ստեղծված խառնաշփոթի արդյունքում նա կարողանում է փախչել բանտից։ Լքելով Բաթումը, Անդրանիկն ուղևորվեց Կարս, Հայաստանի երբեմնի մայրաքաղաք, որն այդ ժամանակ գտնվում էր ռուսական կայսրության տիրապետության տակ։ Կարսում նա մտավ տեղի սրճարաններից մեկը, որտեղ աննկատ մնալով պատվեր տվեց եւ պահեց իրեն ինչպես սովորական ճամփորդ։ Ուշ երեկոյան Անդրանիկը խնդրեց հաստատության սեփականատիրոջը թույլ տար իրեն գիշերել, բացատրելով, որ ինքը փախստական է եւ ապաստան չունի։
սեփականատերը չկասկածելով իր իրական վիճակի մասին, համաձայնեց։ Կարսում Անդրանիկը պատահաբար հանդիպեց Մարտիրոսին, հեղափոխական ընկերոջը, որի հետ նախկինում ձերբակալվել էր Բաթումում։ Նրանց հանդիպումը ոչ միայն անսպասելի էր, այլև չափազանց կարևոր։ Մարտիրոսը հայտնեց, որ Անդրանիկի փախուստից հետո ուշաթափված ոստիկանի վիճակը ծանրացել էր եւ տեղական իշխանությունները միջադեպը որակել էին որպես պետական ծառայության դեմ ուղղված լուրջ հանցագործություն։ Մարտիրոսի խոսքերով Բաթումում հրաման էր տրվել անհապաղ որոնել եւ ձերբակալել նրան։ Անդրանիկը հասկացավ, որ իրեն վտանգ է սպառնում եւ պետք է անհապաղ լքի քաղաքը, կալանքից խուսափելու համար։ Մարտիրոսն Անդրանիկին ծանոթացնում է հեղափոխական առաքելի հետ, որի տանը նրանք մի քանի օր թաքնվում են եւ որոշում հատել սահմանը, սակայն նրանց հայտնաբերում են ռուս սահմանապահները եւ հետ վերադարձնում Կարս։ Անդրանիկին կրկին հաջողվում է քաղաքի ամբոխի մեջ ճողոպրել ուղեկցորդից։ Թաքնվելով Կարսում, Անդրանիկն անցկացնում է մոտ 1 ամիս, զբաղվելով ատաղծագործությամբ։ Սակայն ճակատագիրը նրան կրկին միավորում է Մարտիրոսի եւ առաքելի հետ։ Անդրանիկին հեղափոխական լինելու մեջ կասկածող ոստիկանների հետ հերթական ընդհանումից հետո առաքելն օգնում է Մարտիրոսին ու Անդրանիկին սահմանը հատելու եւս մեկ փորձ կատարել։ Ցավոք, այս անգամ էլ բախտը բարեհաճ չգտնվեց։ Նրանց նկատեցին ռուս սահմանապահները եւ սկսեցին հետապնդել, փորձելով ձերբակալել, սակայն հասկանալով, որ այլ հնարավորություն կարող է չլինել, Անդրանիկը որոշում է առանձնանալ Մարտիրոսից եւ այլ ճանապարհներով անցնել սահմանը։ Բաժանումից հետո ընկերները կորստում են միմյանց։ Իր ճամփորդակից ընկերների հետագա ճակատագրի մասին հավաստի տեղեկություններ չեն պահպանվել։ Իսկ Անդրանիկին հաջողվում է հատել սահմանը եւ հասնել Բասենի հարթավայրում գտնվող Գոմաձոր հայկական գյուղ։ Անդրանիկը որոշ ժամանակ անցկացնելով տեղի գյուղացիների մոտ դժվարին անցումից եւ Կարսում թաքնվելուց հետո վերականգնում է ուժերը։ Գյուղացիների հետ շփվելով նա տեսնում էր հայ գյուղացու առօրյան, նրա դժվարությունները, նրա ճնշված եւ անպաշտպան լինելը։ Անդրանիկն օրորի ավելի հստակ էր գիտակցում, թե որքան խոցելի է հայ ժողովուրդը եւ օսմանյան եւ ռուսական կայսրություններում։ Երկու պետություններում էլ հայերը չնայած իրենց օրինապաշտությանը, աշխատասիրությանն ու մշակութային հսկայական ավանդին, սրկված էին տարական իրավունքներից։ Նրանք միայն պարտականություններ ունեին՝ վճարել հարկեր, կատարել պարտավորություններ եւ ծառայել բանակում, սակայն դրան զուգահեռ չկային ոչ իրավական եւ ոչ էլ անվտանգային երաշխիքներ, որոնք կպաշտպանեին նրանց տարատեսակ ոտնձգություններից։ Այս իրականությունը միայն ամրապնդեց նրա վճռականությունը պայքարելու ոչ միայն արտաքին ճնշման, այլ նաեւ իր ժողովրդի կարգավիճակի համակարգային փոփոխության համար։ Հենց այստեղ գյուղական իրականությունում նրա մեջ հասունացավ ոչ թե զուտ հեղափոխականը, այլ սեփական ժողովրդի իրական պաշտպանը, ով պատրաստ էր զինված դիմադրության, հանուն արդարության եւ ազգային արժանապատվության։ Հենց այստեղ նա որոշում կայացրեց գնալ Սասուն, որտեղ արդեն պայքարի էր բռնվել հերոս աղբյուր Սերոփը, որի անունը գնալով ավելի հայտնի էր դառնում Սասունի լեռներից այն կողմ։ Այդ պահից Անդրանիկի կյանքում նոր փուլ է սկսվում՝ ֆիդայի եւ ազատության մարտիկի ուղին, որի անձնական ողբերգությունն ու քաղաքական զարթոնքը միաձուլվեցին մեկ ամբողջության մեջ։ Գրեթե չկար մեկ հայ ընտանիք, որի նախնիները կռված չլինեին նրա հետ ուսուսի տված։ Մարդ, որի համար համազգային մենքը անձնական եսից վեր էր։ Նա մի ողջ ազգի ազատության խորհրդանիշ էր եւ լեգենդ կենթանության օրոք։ Ֆիդայի, զորավար եւ ազգային հերոս։ Զորավար Անդրանիկ։ 19-րդ դարի երկրորդ կեսին Օսմանյան կայսրության հայ բնակչությունը հայտնվեց մի իրավիճակում, որտեղ հետապնդումները, բռնությունը եւ էթնիկ զտումները կրում էին համակարգային բնույթ։ Այս ամենին ի պատասխան ձևավորվեց ֆիդայական շարժումը, որը տարածվեց Արևմտյան Հայաստանի լեռնային շրջաններում։ Ֆիդայիների նպատակը հայ բնակչության, հայկական գյուղերի, հայ ինքնության եւ արժանապատվության պաշտպանությունն էր ամեն գնով։ Հայ ժողովրդի դեմ գործած հանցագործությունները, որոնք կատարվում էին Օսմանյան կառավարության թողտվությամբ, մնում էին անպատիժ։ Կառավարությունը ոչ միայն աչք էր փակում հայ բնակչության դեմ կատարվող վայրագությունների վրա, այլև իր լուր համաձայնությունն էր տալիս, իսկ հաճախ հենց նրա կողմից էր կազմակերպվում այդ բռնությունները։ Ոչրագործություններին մասնակցող հանցագործները հաճախ պարգևատրվում էին պատվավոր պարգևներով, ինչը փաստորեն բռնաճնշումները վերածում էր պաշտոնական պետական քաղաքականության։ Սուլթանի հրամանով Տիգրանակերտից մինչև ռուսական սահման գործում էին Համիդիե կոչվող հատուկ զորաջոկատները,
կազմված տասնյակ հազարավոր քրդերից եւ բանտերից ազատված հանցագործներից, որոնք ապահովված էին ժամանակակից թուրքական զենքերով եւ սարքավորումներով։ Այս ստորաբաժանումները դարձան ահաբեկման, բռնությունների եւ էթնիկ զտումների քաղաքականության իրականացման հիմնական հարվածային ուժը։ Համակարգված ճնշումների եւ հալածանքների այս քաղաքականությունը զրկեց հայ ժողովրդին ապրելու, աշխատելու եւ արարելու նվազագույն հնարավորությունից։ Ժողովրդի ստեղծագործական էներգիան սահմանափակվեց, իսկ նրա դիրքը իջեցվել եւ հասցվել էր խոնարհ հպատակի, ով գերի էր թուրքական պետության կամայականություններին։ Համիդիե ջոկատների քրդերը եւ թուրքերը բացահայտ զինվում էին։ Հրացանները, ատրճանակները ու սրերը բացահայտ կախված էին նրանց տների պատերին։ Մինչդեռ հայերին արգելվում էր անգամ որսորդական հրացան ունենալ։ Այս վերաբերմունքը պատահական չէր, այն արտացոլում էր Օսմանյան կայսրության հայերի նկատմամբ քաղաքականության էությունը, ստորադասում, վախի մթնոլորտ եւ տոտալ վերահսկողություն։ Նույնիսկ ամենափոքր, երբեմն հորինված պատրվակը հալածանքների առիթ էր դառնում։ Չնչին մեղադրանքները, պաշտոնյաների կամայականությունները եւ դատարանի կողմնակալ որոշումները հայերին դարձրել էին մշտական բանտարկյալ։ Այսպես, պետական մեքենան ժողովրդի մեջ սերմանում էր անզորություն, համակերպում եւ վախ, թունավորելով առօրյա կյանքը, լցնելով այն ողբով եւ ապագայի նկատմամբ սարսափելի անորոշություններով։ Հայ ժողովրդի նկատմամբ խորը անարդարության եւ բռնաճնշումների ականատեսը լինելով, Անդրանիկը հաստատակամ էր իր որոշման մեջ։ Նա միացավ ֆիդայական շարժմանը, որը գլխավորում էր աղբյուր Սերոփը։ Անդրանիկի համար սա պարզապես դիմադրության քայլ չէր, այլ ազգային պարտքի եւ պատասխանատվության դրսեւորում։ Պաշտպանել սեփական ժողովրդին այն ժամանակ, երբ պետությունը վերածվել էր մահաբեր մեքենայի։ Ընտրելով պայքարի ուղին, Անդրանիկը քաջ գիտակցում էր, որ իր կյանքը եւ ճանապարհը անշրջելիորեն փոխվելու է։ Աղբյուր Սերոփը եւ նրա հավատարիմ զինակիցները, այդ թվում եւ երիտասարդ Անդրանիկը, կռվում էին ոչ միայն զենքով, այլև գաղափարներով։ Նրանք գյուղացիների շրջանում քարոզում էին ինքնակազմակերպում, սովորեցնում էին թե ինչպես պաշտպանել գյուղերը ավազակներից եւ համիդիեներից, խոսում էին տեղական դավաճանների դեմ եւ ֆիդայիններից պահանջում էին խիստ կարգապահություն եւ ազնիվ վերաբերմունք ժողովրդի նկատմամբ։ Այս ջանքերը ֆիդայական շարժումը ինքնաբուխ դիմադրությունից վերածեցին ժողովրդական կազմակերպված ինքնապաշտպանության, որը հետագայում դարձավ հայոց պատմության պայծառ էջերից մեկը։ Հայերի ինքնապաշտպանության ձգտումը, ազգային ինքնագիտակցության ամրապնդումը եւ ֆիդայի առաջնորդների ազդեցության աճը աննկատ չմնացին։ Դրանք լուրջ մտահոգություններ առաջացրին Օսմանյան իշխանությունների մոտ։ Ֆիդայիները դարձան ոչ միայն կազմակերպված ուժ, այլ նաեւ ապրելու իրավունքի, պայքարի եւ արժանապատվության խորհրդանիշ, ինչը Օսմանյան իշխանության կողմից ընկալվում էր որպես լրջագույն սպառնալիք։ Այս շարժման ամենահարգված եւ խարիզմատիկ առաջնորդներից մեկը աղբյուր Սերոփն էր։ Նրա անունը ասոցացվում էր պատվի, արժանապատվության եւ տոկունության հետ։ Հայերի աչքում նա պարզապես զինվորական եւ հրամանատար չէր։ Նա դարձավ բարոյական արժեքների, դիմադրության եւ ոգու ուժի խորհրդանիշ։ Նրան հարգում էին նույնիսկ թշնամիները։ Հենց այդ պատճառով էլ նրա սպանությունը ոչ միայն ծանր կորուստ էր շարժման համար, այլև ահաբեկման քայլ ուղղված ողջ հայ ժողովրդին։ Աղբյուր Սերոփի սպանությունը կազմակերպվեց հայ ժողովրդի դահիճներից մեկի Բշարե Խալիլի ձեռքով։ Նա Խերզանի քրդական ցեղի առաջնորդն էր եւ Օսմանյան ռեժիմի հավատարիմ ծառան։ Ըստ վկայությունների, նա անձամբ է գլխատել հայ առաջնորդ Աղբյուր Սերոփին, սպանել նրա եղբորը եւ 8 քաջերի, որից հետո Սերոփի գլուխը ձողի վրա ցուցադրել է Մուշի եւ Բիթլիսի քաղաքային հրապարակներում, ահաբեկելով ամբողջ բնակչությանը։ Բշարե Խալիլի ամենահրեշավոր հանցագործություններից մեկը համարվում է Տալվորի գյուղում կազմակերպված զանգվածային կոտորածը, որն իրագործել է մեկ այլ զինվորականի, Ալի Փաշայի հետ միասին։ Այնտեղ մահապատժի են ենթարկվել 27 կին եւ երեխա, այդ թվում տեղի քահանա Տեր Պողոսը։ 48 ժամ անց սպանվածների դիերը, որոնք թաղվել էին գյուղացիների կողմից, դուրս բերվեցին գերեզմաններից, դրվեցին գյուղի ավագ Մակարի տանը, ծածկվեցին խոտի խրձերով եւ այրեցին տան հետ միասին, որը նախապես կերոսինով էր ցողել։ Սա արվեց կոտորածի հետքերը թաքցնելու համար։ Չնայած նրա կատարած սարսափելի ոճրագործությանը, Խալիլը ոչ միայն չենթարկվեց պատասխանատվության, այլև պարգևատրվեց սուլթանի շքանշանով, որը դարձավ նրա համար խթան շարունակել գործել առավել դաժանությամբ։ Աղբյուր Սերոփի մահը անպատիժ չմնաց։ Նրա գաղափարակիցներն ու զինակիցները, Անդրանիկ Օզանյանն ու Գևորգ Չաուշը, այլընտրանք չունեին, քան վերացնել Բշարե Խալիլին։ Շուտով նրանք դաժանորեն ոչնչացրեցին Խալիլին, իսկ նրա գլուխը դարձավ
հատուցման խորհրդանիշ։ Այս խորհրդանշական արարքը ոչ միայն վրեժխնդրության արտահայտման ձև էր, այլ յուրատեսակ ուղերձ հայ հանրությանը, որ մենք ոչ միայն կարող ենք, այլ պետք է լինենք նույնքան դաժան թշնամու նկատմամբ, որքան թշնամին եղել է մեր նկատմամբ։ Այսպես ֆիդայական շարժման շարունակողներն ու նոր առաջնորդները դարձան Անդրանիկն ու Գևորգ Չաուշը, աղբյուր Սերոփի ամենակազմակերպված մարտիկները, նրա աշակերտներն ու գործի շարունակողները։ Երիտասարդով ոտքով էր հասել Սասունի լեռներ, որտեղ նա երբեք չէր եղել, չգիտեր տեղական սովորույթներն ու ավանդույթները, համառ աշխատանքով ու բնավորությամբ ապացուցեց, որ կարող է լինել ոչ միայն մարտիկ, այլև Սասունի դիմադրության առաջնորդ։ Օսմանյան իշխանությունների արձագանքը իրենց հավատարիմ ծառա Բշարե Խալիլի մահվան պայմանավորված շուշացավ։ Թուրքական կառավարությունը ձգտելով ճնշել աննազանդության ցանկացած դրսևորում եւ ցուցադրել իր ուժը, բռնաճնշումներ սկսեց տեղի հայ բնակչության նկատմամբ։ Ձերբակալվեցին 31 երիտասարդներ, որոնք ենթարկվեցին աննախադեպ կտանքների եւ նվաստացումների։ Այս գործողությունների նպատակն էր ինչպես վրեժ լուծել իշխանությունների հավատարիմ ծառայի մահվան համար, այնպես էլ վախեցնել հնարավոր ապստամբներին։ Օսմանյան իշխանությունների կողմից հայերի դեմ իրականացվող համակարգված ճնշումների եւ հանցագործությունների քաղաքականության ֆոնին Անդրանիկը հասկացավ, որ հին ֆիդայական մեթոդներն այլևս բավարար չեն։ Ժամանակն է այնպիսի քայլերի, որը կարթնացներ ժողովրդի գիտակցությունը, կգրավեր օսմանյան կառավարության եւ օտարերկրյա առաքելությունների ուշադրությունը, ինչը խթան կդառնար եւ կստիպեր սկսել բարեփոխումներ եւ ի վերջո կփրկեր ժողովրդին կործանումից։ Կարևոր էր հայերին վերադարձնել հավատը, որ նրանք կարող են պաշտպանվել եւ պայքարել, եւ ոչ թե համակերպվել, հնազանդվել եւ անverջ սգալ։ Այս առաքելությունը ստանձնել էր ֆիդայիների փոքրաթիվ, բայց վճռական խումբ, պատրաստ զոհաբերելու կյանքը հանուն ազատության եւ ազգային արժանապատվության։ Ակնհայտ էր, որ լեռներում կամ այլ հեռավոր վայրերում մարտը որպես կանոն ուշադրություն չէր գրավում, որքան էլ որ այն լիներ հերոսական, հազվադեպ էր, որ դրա մասին հասարակությունը տեղեկանում էր եւ այն չէր ունենում քաղաքական ազդեցություն։ Ուստի որոշվեց ուժերը կենտրոնացնել խորհրդանշական առումով կարևոր կետում եւ այնտեղ ներքաշել օսմանյան ջոկատներին, մարտը վերածելով ոչ միայն ռազմական, այլև բարոյական ու հասարակական նշանակություն ունեցող ճակատամարտի։ Այս մոտեցման հիմքում ընկած էր ոչ միայն մարտավարական հաշվարկը, այլ շատ ավելի արժեքավորը՝ հաղթահարել հայերի մոտ զոհի բարդույթը եւ մղել նրանց պայքարի եւ սովորեցնել հաղթանակին։ Հասանելի վայրերի շարքում ֆիդայիների համար որպես հուսալի պաշտպանության վայր դիտարկվեցին շրջակայքում գտնվող մի քանի վանքեր։ Ամենահարմարը Սուրբ Առաքելոց վանքն էր։ Ի դիրքով եւ պայմաններով այն առավել հարմար էր նախատեսված իրականացնելու համար։ 1901 թվականի հոկտեմբերի վերջին եւ նոյեմբերի սկզբին Անդրանիկի գլխավորությամբ 30 ֆիդայիներից բաղկացած մի խումբ մտավ Սուրբ Առաքելոց հայտնի վանքի տարածք որպես դիմադրության ռազմավարական կետ։ Նրանց միացան նաեւ Հարևան գյուղից 10 կամավորներ։ Նոյեմբերի 17-ի պաշարումը հասավ իր գագաթնակետին։ Ֆիդայիների անսասանությունից եւ անկոտրում կամքից վրդովված Օսմանյան բանակը լայնածավալ կրակ բացեց։ Մոտ 2000 զինվոր կրակում էր բոլոր կողմերից, փորձելով ճնշել դիմադրությունը։ Չնայած զնաբոքին եւ անընդհատ հրետակոծություններին, ֆիդայիները չհանձնվեցին։ Նրանք շարունակեցին պայքարը, ոգեշնչելով միմյանց եւ իրենց քաջությամբ հուսահատեցրին թշնամուն։ Երբ ռազմական միջոցները չհաջողեցին, օսմանյան իշխանությունները դիմեցին հոգեբանական պատերազմի մեթոդներին։ Մի կնոջ ուղարկեցին վանք նամակով։ Այնտեղ կարճ հարցադրում էր. «Ինչի եք փորձում հասնել»։ Անդրանիկը պատասխանեց, որ իր պահանջները կներկայացնի անձամբ Փիթլիսի նահանգապետի եւ կառավարության պաշտոնյաների ներկայությամբ։ Սակայն նոյեմբերի 19-ի գիշերը թուրքական զորքերը կրկին հարձակվեցին 3 ուղղություններով, փորձելով օգտվել մառախուղից եւ ներխուժել վանք։ Չնայած վանքը գրավելու փորձերին, նրանք դիմադրեցին մինչև վերջ։ Հայ ֆիդայիները ոչ միայն դիմակայեցին, այլ նաև բարոյական առումով կոտրեցին թշնամուն։ Այս մարտը դարձավ հերոսական պաշտպանության խորհրդանիշ եւ հայ ֆիդայիների ազգային ազատագրական պայքարում պայծառ էջերից մեկը։ Անդրանիկը պահանջները ներկայացրեց իշխանություններին։ Պահանջների թվում էին քաղաքական պատճառներով ձերբակալված բոլոր անձանց ազատ արձակում Կոստանդնոպոլսից մինչև հայկական գավառներ, ագրեսիվ քրդական ցեղերի զինաթափում, գյուղացիներից խլած հայկական հողերի վերադարձ, քուրդ ֆեոդալ հարկահավաքների հեռացում, ֆիդայիների դեմ մեղադրանքներից հրաժարում, անմեղների մահապատիժների եւ թունավորումների դադարեցում եւ հոգեվորականների սպանության համար պատիժներ։ Երբ Անդրանիկի գլխավորությամբ հայ ֆիդայիները թուրքական կողմին ներկայացրին իրենց պահանջները, նրանք շատ լավ հասկացան,
որ պայմաններից ոչ մեկը չի ընդունվի։ Բանակցությունները մեծ մասամբ խորհրդանշական բնույթ են կրում։ Երկու կողմերն էլ դրանք օգտագործեցին որպես ժամանակ շահելու միջոց։ Ֆիդայիների համար դա եղավ պաշտպանություն ամրապնդելու, մարտական ոգին զորեղացնելու եւ հետագա գործողություններին պատրաստվելու առիթ։ Առաքելոց վանքի 2000 հոգանոց թուրքական բանակի կողմից երկարատև պաշարումից հետո Անդրանիկի գլխավորությամբ կային մի քանի տասնյակ մարտիկներ, ինչպես նաև վանականներ եւ որբեր, ընդհանուր առմամբ մոտ 150 մարդ։ Թեպետ նրանց մարտական ոգին անսասան էր, սակայն սննդի պաշարները գրեթե սպառվել էին։ Հետևաբար Անդրանիկը որոշեց դուրս գալ շրջափակումից։ Հայ քաջերը հասկացան, չի կարելի ժամանակ կորցնել։ Անդրանիկն անձամբ խմբին նախապատրաստեց գիշերային գաղտնի ելքի համար։ Ընտրվեցին փորձառու մարտիկներ, նշանակվեցին դիրքեր, անցկացվեցին վարժանքներ։ Անփորձ մարտիկներին հրամայվեց դատարկել զենքերը պատահական կրակոցներից խուսափելու համար։ Ձնածածկ տարածքում սպիտակ վիրակապերը եւ վերնաշապիկները օգտագործվեցին քողարկման համար։ Փոթորիկ եւ մառախուղի ժամանակ շարքի բաժանման դեպքում մասնակիցներին հրամայվեց փայտե ձողեր խրել ձյան մեջ որպես կողմնորոշիչներ։ Նոյեմբերի 27-ի գիշերը ժամը 3:15 խումբը սկսեց շարժվել։ Սպանվելու կամ գերի ընկնելու ռիսկերը չափազանց մեծ էին, բայց թուրքերը չէին սպասում, որ հայերը կհամարձակվեն լքել պաշտպանված վանքը, որը նրանց համար ամրոց էր դարձել։ Թուրք ժամապահներից մեկը, չճանաչելով Անդրանիկին, նրան շփոթեց իրեն սպայի հետ։ Անդրանիկը չկորցրեց իրեն եւ անթերի կատարեց այդ դերը։ Ամեն ինչ չէ, որ հարթ ընթացավ։ Մառախուղի եւ ցրտի պատճառով զոհեր եղան, բայց մտահաղացումն իրագործվեց։ Անդրանիկը եւ նրա մարտիկները, չնայած 2000 զինվորներով շրջապատված լինելուն, վանքից հեռացան ինչպես ուրվականներ։ Սա մեծ ամոթ դարձավ թուրքական բանակի համար։ Այս պատմությունը տարածվեց ամբողջ Օսմանյան կայսրությունում։ Հայերը եւ ոչ միայն հայերը սկսեցին խոսել Անդրանիկի մասին ողջ Օսմանյան կայսրությունում։ Շապին Գարահիսարցի Անդրանիկը, Սասունից Անդրանիկը, որը հետագայում վերածվեց Անդրանիկ Փաշայի։ Առաքելոց վանքի երկարատև պաշտպանությունը հարյուրապատիկ անգամ գերազանցող թշնամու բանակի դեմ դարձավ հայ ֆիդայիների հերոսության, կարգապահության եւ ռազմական կարողությունների խորհրդանիշը։ Սա արտահայտում էր նաեւ այն պարզ ճշմարտությունը, որ նույնիսկ ամենաանելանելի պայմաններում մշտապես կա ելք, եթե կա կամք եւ պայքարի վճռականություն։ Անդրանիկը վերադարձավ Սասունի լեռներ, որոնց նա շատ լավ ծանոթ էր։ Ֆիդայիներին սպասվում էր նոր դժվարին մարտեր, Սեմալի եւ Ծովասարի մարտերից մինչև Քուսավանի եւ Շենիկի բախումները, Սպահանի, Գոմերի եւ Քուրավայի գործողություններից մինչև Շեխ Յուսուֆի եւ Շամիրամի մարտերը։ Այս ամենը դարձան ժողովրդական լեգենդներ եւ հայ ժողովրդի պատմության ամենապայծառ էջերը։ Դեռ մինչև Անդրանիկի Սասուն ժամանելը հայ ֆիդայիները սկսել էին ձևավորել ժողովրդական դատարանի Օսմանյան դատական համակարգից դուրս վեճերը լուծելու մեխանիզմի հիմքերը, սակայն հենց Անդրանիկ Օզանյանն էր իր բնածին արդարության զգացումով եւ կազմակերպչական տաղանդով, որ այս նախաձեռնությանը տվեց ինստիտուցիոնալ ձև, կանոնավորություն եւ ուժ։ Նրա մոտեցումը նեղ կուսակցական չէր, այլ ազգային, խորը եւ վճռական։ Հենց սա էր պատճառը, որ Անդրանիկը խորապես իմանալով իսկությունը, Թուրքի իրական էությունն ու հեռահար նպատակները, չտրվեց պատրանքներին եւ բարեկամության կեղծ խոստումներին։ Նա հրաժարվեց որևիցե կերպ այդ կործանարար քաղաքականության մասը դառնալ։ Հենց դա էր պատճառը, որ Անդրանիկը լինելով անհաշտ այդ իրականության հետ, հեռացավ, ուղևորվելով դեպի Պարսկաստան։ Հեռանալով Անդրանիկն իր հետ տարավ հիասթափության դառնությունը։ Այժմ Անդրանիկի նպատակն էր կազմակերպել պայքարն այնպես, որ ոչ մի հայ անտեղի չզոհվեր զենքի եւ համապատասխան պատրաստվածության բացակայության պատճառով։ Նրա խնդիրը ամեն գնով տարերային պայքարը չէր, այլ այն, որ ցանկացած դիմադրություն լինի իմաստավորված, կազմակերպված եւ արդյունավետ։ Օրեցօր տեղի ունեցող իրադարձությունները մեզ սովորեցնում են, որ հայը, լինի նա Թուրքիայում, Կովկասում, Պարսկաստանում թե այլուր, ունի միայն մեկ միջոց, մեկ պաշտպան իր կյանքը փրկելու համար՝ զենք եւ ռազմական գործի տիրապետում։ Մարդը հերոս կամ զինվոր չի ծնվում։ Հենց զենքերն են նրան տալիս կռվելու ունակություն եւ ծնում դիմադրության ոգի։ Մանկամտություն է մտածել, թե նոր սերունդները վաղը կդառնան մարտիկներ առանց զենքին տիրապետելու, առանց ռազմական գործ սովորելու։ Եթե այդպես լինի, մենք կրկին կմնանք նույն վախկոտները, նույն ստրուկները եւ մեր կյանքն ու մեր պատիվը կրկին խաղալիք կդառնան օտարի ձեռքում, նույնիսկ եթե դարեր շարունակ սպասենք ավելի լավ օրերի։
Սասունցին, մշեցին եւ ախլացին կրկին զենք կվերցնի իր ձեռքը միայն այն ժամանակ, երբ այդ զենքերը նրանց հասնեն որևէ պետության պահեստից։ Նրանք չեն կարող կռվել մի ամբողջ պետության դեմ, ունենալով ընդամենը 100 մոսին, 200 բերդանկա եւ փամփուշտի մշտական պակաս։ Անիծյալ լինեմ ես, եթե գետ մեկ անգամ համարձակվեմ նրանց ձեռքը այլ զենք տալ։ Եվ Անդրանիկը պահեց իր խոստումը։ Երկարատև եւ ծանր պայքարի պայմաններում Անդրանիկը գիտակցում է, որ նախկին պայքարի մեթոդները անհրաժեշտ է վերանայել։ 1904 թվականի վերջին լքելով Արևմտյան Հայաստանը, Պարսկաստանով, Բաքվով եւ Թիֆլիսով Անդրանիկը ուղևորվում է Եվրոպա։ 1906 թվականին Ժնևում Անդրանիկ Օզանյանը հրատարակում է «Մարտական հրահանգներ» գիրքը, ձեռնարկ, որում նա համակարգել է ֆիդայական պայքարի իր փորձը։ Նա ընդգծում էր, որ շարժման կարգախոսներն ու նպատակները չպետք է մնան անփոփոխ, այլ պետք է համապատասխանեն ժամանակի ոգուն եւ ժողովրդի առաջ ծառացած պատմական մարտահրավերներին։ Այդ ժամանակ Անդրանիկն արդեն ականավոր գործիչ էր եւ չէր կարող աննկատ մնալ ժամանակի մամուլի կողմից։ Բուլղարական մամուլ 1906 թվական։ Դյուցազուն, ով մարմնավորում է ողջ ազգի վրեժխնդրության ոգին։ Նա, այս հերոսը, անսահման հմայիչ, գեղեցիկ, երիտասարդ անձնավորություն է, անհատակ եւ հնազանդ աչքերով, խելացի ճակատով ու գրավիչ ծիծաղով, որը ժամանակ առ ժամանակ հեգնական է հնչում։ Նա խոսում է հանգիստ, հաճելի ձայնով եւ բառերն արտաբերում է այնպիսի հեշտությամբ, ասես դրանք ծաղկում են նրա շուրթերին։ Անդրանիկն այստեղ չի եկել հանգստանալու, քանի որ երբեք հոգնածություն չի զգացել։ Չնայած երկար տարիներ ապրել է մահվան հետ կողք կողքի եւ առօդի ծխի մեջ եւ ձնաբքի մեջ։ Նա այստեղ չի եկել ոչ էլ փառքի համար, քանի որ նրա հերոսական հոգին մշտապես լի է անսպառ հզորությամբ, կրակոտ հավատքով եւ անկոտրում էներգիայով։ Նա Եվրոպա է եկել որպես Հայաստանի վեհաշուկ կերպարի, նրա հերոսական ոգու եւ հույսերի կենթանի մարմնացում։ 1907 թվականի նոյեմբերի սկզբին Բալկաններում իրավիճակը հայ հեղափոխական շարժման համատեքստում սկսեց ավելի հստակ ուրվագծվել։ Բուլղարիայում դաշնակցության հայկական կոմիտեները ավարտին էին հասցրել մոտ 100 հայ երիտասարդների ուսումնառազմական նախապատրաստությունը, որոնք պետք է գլխավորեին ապստամբական ջոկատները եւ սպասում էին իրենց մեկնմանը։ Օսմանյան կայսրությունում եւ Ռուսաստանում հեղափոխական գործընթացներ էին ընթանում։ Արևմտյան Հայաստանում դեռևս իշխում էր Արյուն-Ալբու սուլթան Աբդուլհամիդը, որի հետ կռվում էին ոչ միայն հայ հեղափոխականները, այլև նույնիսկ թուրքական շրջանակները։ Ռուսական կայսրությունում հզոր ճնշում էր գործադրվում հայկական դպրոցների եւ եկեղեցիների վրա։ Բաքվում ջարդեր էին իրականացում անդրկովկասյան թաթարների ձեռքով եւ ընդհանուր առմամբ իրականացվում էր ուժեղ հակահայկական քարոզչություն։ Այս ամենին ամենաառաջինն արձագանքեց հայերի առաջատար քաղաքական կուսակցությունը՝ Դաշնակցությունը։ Սևծովի նավահանգիստներում զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի պաշար էր կուտակվում։ Օրինակ այդ ժամանակ Վառնայում կար ավելի քան 300 կիլոգրամ պայթուցիկ նյութ եւ մոտ 60,000 փամփուշտ, ինչը ուղղակիորեն վկայում էր կազմակերպչական մասշտաբների եւ լրջության մասին։ Այդ ժամանակ հայկական ազատագրական շարժումը այնպիսի նշանակալի գործոն էր դարձել, իսկ Անդրանիկը այնպիսի ազդեցիկ դերակատարում ուներ, որ նույնիսկ երկու կայսրությունների հատուկ ծառայությունները մշտական հսկողություն էին սահմանել նրա նկատմամբ։ Այս ամենը շատ լավ գիտակցելով Անդրանիկը կազմակերպում էր իր ուղևորությունները այնպես, որպեսզի շփոթեցնի հետախուզական ծառայություններին։ Նա այնպիսի ճանապարհներով կարողացավ հասնել Վառնա, որ նույնիսկ նրա նկատմամբ հսկողություն իրականացնող գործակալները չկարողացան պարզել, արդյոք նա Կովկասից էր ժամանել, թե մինչ այդ այցելել էր Շվեյցարիա։ Անդրանիկը անմիջապես լծվեց գործի եւ դաշնակցության աջակցությամբ նախաձեռնեց մեծ նավի գնում, որը նախատեսված էր Հարավային Կովկաս զենքի, զինամթերքի եւ պատրաստություն անցած մարտիկների գաղտնի տեղափոխման համար։ Այս ծրագիրն իրականացնելու համար Բուլղարիայում բնակվող հայերի աջակցությամբ Անդրանիկին հաջողվեց գտնել փորձառու նավապետ։ Նավը անհրաժեշտ էր Շվեյցարիայից, Անգլիայից եւ Գերմանիայից տարանցիկ ճանապարհով ստացված բեռները Բուլղարիայի նավահանգիստներ, ապա թուրքական եւ ռուսական Հայաստանի սահմաններ տեղափոխելու համար։ Մինչև 1907 թվականի նոյեմբերի վերջը Անդրանիկը զբաղվում էր այս նախագծի իրականացմամբ, որից հետո մեկնում է Սոֆիա, մասնակցելու Մակեդոնիայի հեղափոխական կոմիտեի ականավոր գործիչներ Բորիս Սարաֆովի եւ Գարվանովի հուղարկավորությանը։ Հարկ է նշել, որ հայ հեղափոխական շրջանակները Բալկաններում քաղաքական ակտիվություն էին դրսևորում եւ զբաղվում էին լոբինգով։
հավատարիմ գործընկերներ ձեռք բերելու համար, որը պայմանավորված էր որպես լոգիստիկ կենտրոն Բուլղարիայի չափազանց հարմար դիրքով, որը նաև մոտ էր օսմանյան և ռուսական կայսրություններին։ Դաշնակցությունը այդ հսկայածավալ կազմակերպական աշխատանքներ իրականացնելու համար կարևորում էր հենց տեղում հավատարիմ գործընկերների առկայությունը։ Հեղափոխական պայքարի ակտիվ փուլը սկսելու ամենահարմար պահեր դիտարկվում 1908 թվականի գարունը։ Պատրաստությունը անցած մարտիկները սկսեցին ներթափանցել թուրքական Հայաստան, ձևավորելով ապստամբական խմբեր, որոնք շուտով սկսեցին գրավել տեղական իշխանությունների և զինվորականների ուշադրությունը։ Ռուսական Հայաստանում նույնպես ընդլայնվում էր ընդհատակյա գործունեությունը։ Կովկասում կուտակվել էին հրազենի և զինամթերքի պաշարներ, ինչը սակայն այդ պահին դեռևս բավարար չէր։ Այդ ժամանակ Անդրանիկ և հեղափոխականների առաջ դրված էր 3 առաջնահերթ խնդիրներ՝ զինված մարտիկների, զինամթերքի և պայթուցիկ նյութերի տեղափոխում Ռուսաստան, Անդրանիկի ծրագրի իրականացում, այն է նավով մարդկանց և տարատեսակ ապրանքների թաքուն տեղափոխություն, և երրորդ՝ զենք զինամթերքի և դինամիտի պաշարների տեղափոխումը Բաթումի։ Ժամանակի իրական հայրենասերներն ու իրական հայերը մշտապես աջակցում էին իրենց հնարավորության սահմաններում հայ-ազատագրական պայքարին և սերտորեն միմյանց հետ փոխկապակցված էին։ Սակայն Անդրանիկի ծրագրի իրականացումը և Բաթումի զենք զինամթերքի տեղափոխումը միայն հնարավոր դարձավ այդ ժամանակվա ամենաազդեցիկ հայերից մեկի՝ Ալեքսանդր Մանթաշյանցի ծանրակշիռ և վճռական մասնակցության շնորհիվ։ Մասնավորապես, Բաթումի զենքի մատակարարումն իրականացվեց Բորժոմ նավի միջոցով, որը պատկանում էր Մանթաշյանցին։ Եգիպտոսում նրա ընկերության ղեկավարությունը, որը հիմնականում բաղկացած էր հայերից, ակտիվորեն աջակցում էին հեղափոխական գործունեությանը, իսկ ընկերության տնօրենը հավատարիմ էր շարժման նպատակներին։ Մանթաշյանի մասին թողարկումը կարող եք դիտել մեր ալիքում նկարագրության մեջ նշված հղումով։ Ընդհանուր առմամբ, Բուլղարիայից եկող հետախուզական տվյալները վկայում էին հայկական կոմիտեների կազմակերպչական և մարտական պատրաստվածության բարձր մակարդակի մասին։ Անդրանիկի և կուսակցության գործունեության առանցքը միջազգային մակարդակով համաձայնեցված ծովային մատակարարման ճանապարհի ստեղծումն էր՝ Շվեյցարիայից և Վիեննայից մինչև Սև ծովի նավահանգիստներ։ Լայնածավալ գործողությունների նախապատրաստման շրջանակներում նախատեսվում էր Բուլղարիայով պայթուցիկ նյութեր ուղարկել Օդեսա։ Վառնայից Անդրանիկը մեկնեց Փարիզ և Բելգիա, հստակ և ռազմավարական կարևոր նպատակով՝ ձեռք բերել զենք ու զինամթերք հայ ազգային շարժման առաջիկա գործողությունների համար։ Իր ուղևորության ընթացքում Անդրանիկին հաջողվեց հաստատել անհրաժեշտ կապեր և բանակցել զենքի մեծ խմբաքանակի մատակարարման շուրջ, ինչը հսկայական հաջողություն էր միջազգային այդ բարդ իրավիճակում։ Հատկապես կարևոր էր Կանգառը Մանչեսթերում, որտեղ Անդրանիկին հաջողվեց ձեռք բերել զենքի զգալի խմբաքանակ։ Այդ խմբաքանակի զգալի մասը պետք է ուղարկվեր Վառնա, որն այդ ժամանակ դարձել էր հայ հեղափոխականների պատրաստման հիմնական կենտրոններից մեկը։ Վերադառնալով Վառնա, Անդրանիկն իր տանը նախաձեռնում է փամփուշտների արտադրություն, որի համար հատկացնում է իր բնակարանի 2 սենյակներ ու պատվիրում 4 հատուկ հաստոցներ։ Այս ժամանակահատվածը ընդգծում է Անդրանիկի ոչ միայն քաղաքական խորաթափանցությունը, այլ նաև նրա ռազմավարական պլանավորման ունակությունը այնպիսի բարդ միջազգային համատեքստում, որտեղ դիվանագիտությունը, զենքի մեծածավալ գնումը և մարտավարությունը միմյանց հետ սերտորեն փոխկապակցված էին։ Անդրանիկը կուսակցության հեղափոխական ընկերների հետ միասին գիշեր-ցերեկ զբաղված էին պայքարի նոր փուլին նախապատրաստվելով։ Սակայն ծրագրերը կտրուկ փոխվեցին, երբ 1908 թվականին Օսմանյան կայսրությունում հեղափոխության արդյունքում իշխանության եկան երիտ թուրքերը։ Դաշնակցությունը, որը ջերմ հարաբերություններ ուներ երիտ թուրքերի հետ, քանի որ երկուսն էլ հեղափոխական ուժեր էին և ըստ էության ունեին ընդհանուր թշնամի, արագ ընդհանուր լեզու գտան։ Նոր իշխանությունները հայերին առաջարկեցին մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին, փոխարինելով ընդհատակյա պայքարը քաղաքականով։ Այսինքն պայքարը պետք է լիներ ոչ թե ռազմական, նավահանգիստներում և լեռներում, այլ բացառապես քաղաքական և երկրի խորհրդարանում։ Շատ հայ հեղափոխականների համար սա տրամաբանական էր թվում և մեծ հույսեր էր ներշնչում։ Հեղափոխական լայն շրջանակներն ու հայ բնակչությունն ընդհանրապես շատ մեծ ոգևորությամբ ընդունեցին հեղափոխությունը, հավատացած լինելով սեփական իրավունքների իրացման հնարավորությանը, հավասարությանը և թուրքերի հետ բարեկամության նոր դարաշրջանի սկզբին։ Սակայն բոլորը չէին, որ ոգևորված էին նման հեռանկարներով։
Հատկապես կուսակցության ռազմական թևի ներկայացուցիչներից շատերը թերահավատորեն են, իսկ ոմանք նույնիսկ թշնամաբար էին վերաբերվում նման իրադարձությունների զարգացմանը։ Թուրքերի հետ շփման ավելի մեծ փորձառություն ունեցող մարտիկները համոզված էին, որ Արևմտյան Հայաստանում թուրքական իշխանությունների եւ հայերի միջև խաղաղ համակեցությունը ուղղակի անհնարին է։ Անդրանիկը նրանցից մեկն էր, ով բացարձակապես չէր հավատում թուրքական իշխանությունների խոստումներին եւ խիստ զայրացած էր հեղափոխական շրջանակներում առաջացած ուրախությունից եւ անհիմն լավատեսությունից։ Անդրանիկի նման հեղինակավոր եւ ազդեցիկ գործ չընկրավելու համար առաջարկեցին դառնալ նոր խորհրդարանի անդամ։ Սակայն նրա պատասխանը կտրուկ էր։ Իր ընկերոջն ուղղված նամակում Անդրանիկն անկեղծ տարակուսանք էր հայտնում, թե ինչ ընդհանուր բան կարող էր նա ունենալ Օսմանյան խորհրդարանի անդամների հետ։ Նրա խոսքերով այդ խորհրդարանը գիշատիչների ոհմակ էր, որոնց ինքը չէր վստահում եւ չէր ուզում որևէ ընդհանուր բան ունենալ նրանց հետ։ Նա վճռականորեն հրաժարվեց պաշտոնից, պատգամավորական մանդատից եւ դրանքից ամսական 50 օսմանյան ոսկե մետաղադրամ աշխատավարձից, ընդգծելով, որ պատիվն ու անկախությունը շատ ավելի կարևոր են իր համար։ Քաղաքական խաղերին մասնակցելու փոխարեն Անդրանիկը նախընտրեց մնալ իր համեստ բուլղարական խրճիթում, որտեղ կարող էր ազնիվ աշխատանքով հոգալ իր ապրուստը։ Ես նախընտրում եմ ցանել ու աճեցնել ցորեն, գարի, լոբի եւ կարտոֆիլ, քան վերադառնալ այնտեղ եւ խորհրդարանի անդամ դառնալ, գրել է նա, հստակ ընդգծելով իր առաջնահերթությունն ընտրությունը նյութական բարիքների եւ հոգեոր համոզմունքների միջև։ Այս մերժումը դարձավ նրա սկզբունքայնության եւ իր ազնիվ պայքարի նկատմամբ նրա խորը հավատքի խորհրդանիշը։ Անդրանիկի համար ժողովրդին ծառայելը չէր կարող լինել այնպիսի կառույցներին անդամակցության միջոցով, որտեղ տիրում էին սուտն ու բռնությունը։ Իր նամակի վերջում, որը լի էր ազգի եւ պայքարի իր ընկերների ճակատագրի նկատմամբ անկեղծ մտահոգությամբ, նա իր ուղերձն ավարտում է պարզ, բայց ջերմ խոսքերով. «Ողջույն բոլոր ընկերներին, ձեր պարույր»։ Հասկանալով գաղտնիության անհրաժեշտությունը, նա ստորագրել էր այս անունով, որ ետևում կանգնած էր մի մարդ, ում համար պայքարը սեփական ժողովրդի ազատության համար ոչ թե կարիերա էր, այլ կյանքի եւ համոզմունքի բացարձակ ճանապարհ։ Այս փուլը Անդրանիկի կյանքի ամենալարված շրջաններից էր, ոչ միայն նրա ակտիվ կազմակերպչական եւ հեղափոխական գործունեության, այլև կայսրությունների գործակալական ցանցերի կողմից նրա նկատմամբ աճող ուշադրության եւ հսկողության պատճառով։ Եվրոպայում եւ Հարավային Կովկասում զենքի գնման, տեղափոխման եւ երիտասարդության մարտական պատրաստվածության համակարգման գործում ունեցած նրա կարևոր դերով պայմանավորված, Անդրանիկը հայտնվեց ռուսական կայսրության հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Հսկողությունն իրականացվում էր միանգամից մի քանի ուղղություններից։ Թիֆլիսի նահանգային ժանդարմերիայի վարչությունը հետևում էր նրա կապերին Կովկասում, ինչպես նաև նրա տեղաշարժին տարածաշրջանում։ Օդեսայի ժանդարմերիայի վարչությունը, որը ընդհատակյա հեղափոխական պայքարի դեմ հիմնական կենտրոններից մեկն էր, հետևում էր Սևծովի նավահանգստային քաղաքների, այդ թվում Բաթումի եւ Օդեսայի միջոցով զենք ներմուծելու հնարավոր գործողություններին, որտեղ ըստ հետախուզական տվյալների սպասվում էր դինամիտի եւ հրազենի մատակարարում։ Հսկողությունը առավել ուժեղանում էր արտասահմանից եկող տեղեկատվությամբ։ Օպերատիվ տեղեկատվությունը ստացվում էր Սոֆիայի, Վառնայի, Վիեննայի եւ Փարիզի գործակալներից, ինչը վկայություն է այն բանի, թե ինչպիսի լրջությամբ էին իշխանությունները վերաբերվում Անդրանիկին։ Նա համարվում էր մակեդոնացի հեղափոխականների, անարխիստական խմբերի եւ դաշնակցության հետ փոխկապակցված հեղափոխական ցանցի հիմնական համակարգողը։ Չնայած մշտական հսկողությանը, ճնշումներին եւ ձերբակալման վտանգին, Անդրանիկը կատարեց իր խոստումը։ Հայ ազգային ազատագրական շարժմանը մատակարարեց զենք եւ զինամթերք, որը այդքան անհրաժեշտ էր պայքարը շարունակելու համար։ Նրա անձնազոհությունը, քաղաքական ընդհատակյա պայքար վարելու եւ միջազգային հսկողության պայմաններում գործելու ունակությունը, ինչպես նաեւ իր ընկերներին ոգեշնչելու եւ կազմակերպելու կարողությունը նրան դարձրին ոչ միայն ռազմական հրամանատար, այլև ժողովրդական առաջնորդ։ Ժամանակն անցնում էր եւ Թուրքիայից գնալով ավելի շատ ազդակներ էին գալիս, որոնք հաստատում էին Անդրանիկի ճշմարտացիությունը։ Նրա թերահավատության ամենամեծ հաստատումը 1909 թվականի Ադանայի ջարդերն էին, որոնք ցնցեցին Օսմանյան կայսրության եւ նրա սահմաններից դուրս գտնվող ողջ հայությանը։ Եվ ահա 1912 թվականի սեպտեմբերի 17-ին Բալկանյան միության երկրները, այդ թվում Բուլղարիան, զորահավաք հայտարարեցին,
պայմանավորված Օսմանյան կայսրության դեմ սկսված պատերազմով։ Այս վճռական պահին Բուլղարիայի հայկական գաղութը մարդիկ, ովքեր ապաստան էին գտել բռնաճնշումներից եւ ջարդերից, իրենց լիակատար համերաշխությունը հայտնեցին բուլղար ժողովրդին եւ նրա պայքարին։ Հարյուրավոր հայեր կամավորագրվեցին բանակ, պատրաստվելով պատերազմել դարավոր թշնամու Թուրքիայի դեմ։ Հայերը հատկապես ակտիվ էին Սոֆիայում, որտեղ սկսեցին ժամանել կամավորներ ամբողջ երկրից։ Առաջիններից մեկն էր Անդրանիկ Օզանյանը, լեգենդար մարտիկ, ազգային ազատագրական պայքարի մասնակից եւ մակեդոնական հեղափոխական շարժման եռանդուն կողմնակից։ Անդրանիկի ժամանումը շրջադարձային եղավ։ Նա դարձավ բուլղարական բանակում առանձին հայկական զորամիավորման ձևավորողը։ Այս քայլը ողջունվեց ինչպես բուլղարական հրամանատարության, այնպես էլ հայ բարերարների կողմից, որոնք իրենց վրա վերցրեցին հայկական ջոկատի համար անհրաժեշտ ծախսերի մեծ մասը։ Այդ ժամանակ արդեն կար 250 մարտիկից բաղկացած հայկական վաշտ, որը զգալիորեն գերազանցում էր բուլղարական վաշտի ստանդարտ թվաքանակը։ Սակայն Անդրանիկի ժամանումից հետո որոշում կայացվեց նրա հրամանատարության ներքո ստեղծել ամբողջությամբ կամավորներից բաղկացած կորպուս։ 1912 թվականի օկտեմբերի 23-ին հայկական ջոկատը որպես 3-րդ բուլղարական բրիգադի մաս շարժվեց ռազմաճակատ։ Չնայած բազմաթիվ դժվարություններին, զինվորների շրջանում ոգևորությունը հսկայական էր։ Սոֆիայի ողջ հայ համայնքը դուրս եկավ մարտիկներին ճանապարհելու ծաղիկներով, նվերներով եւ օրհնության խոսքերով։ 2 օրից բրիգադը ստացավ 2 դրոշ՝ բուլղարական, անձամբ Թաքուի Ֆիլիպայի կողմից ասեղնագործված եւ առանձին հայկական դրոշ, որը խորհրդանշում էր հայ կամավորների պայքարի ոգին։ Այս իրադարձությունը դարձավ կարևոր հանգրվան, ընդգծելով հայերի մասնակցությունը ոչ միայն որպես մարտիկներ, այլ նաեւ որպես ազգ, որը պայքարում էր իր ազատության համար։ Տիրնովոսեի քաղաքում մարտիկները վերջապես զենք ստացան, ինչը մեծ խանդավառություն առաջացրեց, արտահայտելով ռազմական գործողությունների նրանց պատրաստ լինելը։ Այդ պահից սկսած Անդրանիկի կամավորական ջոկատը դարձավ լիարժեք մարտական ստորաբաժանում։ Բուլղարական բանակի կազմում հայկական զորամիավորումների ձևավորումը դարձավ երկու ժողովուրդների համագործակցության եւ ռազմական եղբայրության բացառիկ դեպք։ Ովքեր են կռվել բուլղարական բանակում Անդրանիկի շարքերում, ովքեր են այն մարդիկ, որոնց շնորհիվ բուլղար ժողովուրդը մինչև այսօր երախտապարտ է հայերին։ Ահա 22 տարեկան մի երիտասարդ, որը 14 տարին ապրել է Լոնդոնում։ Հայերի կոտորածից հետո նրան խնամքի է վերցրել եւ դաստիարակել Լոնդոնի բարեգործական ընկերությունը։ Ծառայել է որպես վագոնավար, ամբողջությամբ ինտեգրվել է անգլիական միջավայր, դեռ խոսում է հայերեն, սակայն մանկության մշուշոտ հիշողությունները ակնհայտորեն ամուր արմատավորված նրա հոգու խորքում հանկարծ արթնացել են եւ ստիպել լոնդոնյան վագոնավարին լքել Անգլիան, վերցնել կտորե պայուսակ եւ գնալ թուրքերի դեմ։ Ամենից շատ անգլիացին վախենում է, որ արշավանքի ժամանակ կարող է մորուք ու բեղ աճեցնել։ Նրա կողքին մի միայնակ բանդոկապան է, ով զգուշորեն վարում է իր փոքրիկ տնտեսությունը, հաշվառում էր յուրաքանչյուր սանտիմը, եւ ահա կանչում է իր վարձու օգնականին եւ ասում. «Տնօրինին մինչեւ ին վերադառնալը, իսկ եթե չգամ, թող այն լինի քոնը»։ Ջոկատում կային գրագիրներ, ուսուցիչներ եւ շատ աշխատողներ։ Կային պատահական մարդիկ, ովքեր պարզապես չգիտեին, թե որտեղ խցկվեին, եւ կային չարաճճիներ։ Ճակատագիրը նրանց որոշ ժամանակ կապել էր ամուր օղակով, երազողներ եւ արկածախնդիրներ, ասպետներ եւ չարաճճիներ։ Այսպես է Կիևյան միտք թերթի թղթակիցը եւ ապագա հայտնի հեղափոխական Լև Տրոցկին բնութագրել այս պատերազմի հայ հերոսներին։ Այս գաղափարական եւ հայրենասեր մարդկանց շարքում կար մեկը, ում անունը հայտնի է յուրաքանչյուր հայի՝ Սպա, Սանկտ Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանող, դաշնակցության գործով դատապարտված եւ 3 տարվա ազատազրկումից հետո ազատ արձակված հայկական ազգայնականության գաղափարախոս, ռետոր եւ մարտիկ, որին բոլորն անվանում էին պարզապես ընկեր Գարեգին։ Նա Գարեգին Նժդերն էր, ով Անդրանիկի հրամանատարությամբ նրա հետ ուսուսի տված անցել է Բալկանյան ողջ պատերազմը։ Պատերազմի առաջին շրջանում հայկական վաշտը կռվել է արևմտյան եւ հարավ-արևմտյան ճակատներում, մասնակցելով Պլովդիվ եւ Սոֆիա գծի երկայնքով քաղաքների ազատագրմանը։ Հարավային ճակատում հայկական ստորաբաժանումները ճեղքում են կատարել, հասնելով մինչև Սոֆլու քաղաքը, որը ժամանակակից Հունաստանի հյուսիս-արևելքում է գտնվում, ինչպես նաև Ստամբուլի մատույցներում գտնվող Ռոդոստը, որն այժմ անվանվում է Թեքիրդաղ։ Ջախջախված թուրքական բանակը եւ բուլղարական զորքերը, որոնք պատրաստ էին ցանկացած պահի մտնել Կոստանդնուպոլիս, ստիպեցին Օսմանյան կառավարությանը
զինադադար կնքել Բուլղարիայի հետ։ Պետք է նաև նշել, որ հայկական ջոկատը աչքի էր ընկնում իր բարձր կարգապահությամբ եւ ցուցաբերած բացառիկ խիզախությամբ, որը դրսևորվել էր Մարմարածովի ափը թուրքական բանակի կողմից ծովային հարձակմանը դիմագրավելիս։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի սխրանքը։ Գրեթե յուրաքանչյուր 5-րդ հայը պարգևատրվել է ռազմական բարձրագույն պարգևներով։ Նրանց մեջ առանձնանում էին Անդրանիկ Օզանյանը, ով պարգևատրվել էր 2-րդ աստիճանի մարտական խաչով, եւ Գարեգին Նժդեհը, ով պարգևատրվել էր արիության համար սպայական խաչով։ Անդրանիկի գլխավորությամբ ամենամեծ հաղթանակներից էր Բուլղարիայում թուրքական բանակային կորպուսի գեներալ եւ գլխավոր հրամանատար Յավեր Փաշայի պարտությունն ու գերեվարումը։ Բուլղարիայի ազատագրումից եւ Օսմանյան կայսրության հետ հաշտության պայմանագրի ստորագրումից հետո հայկական վաշտը Քոչանի քաղաքում 1913 թվականի մայիսի 28-ին պաշտոնապես լուծարվեց։ Նրա մարտական ուղին ավարտվեց պատվով եւ հարգանքով, իսկ հայ մարտիկների ներդրումը մնաց պատմության մեջ որպես համերաշխության եւ համաբալկանյան ազատագրական պայքարում հայերի մասնակցության կարևոր դրվագ։ Ընդհանուր առմամբ հայկական վաշտը չնայած համազգեստի եւ այլ սարքավորումների բացակայությանը միշտ աչքի է ընկել իր անսասանությամբ, բարձր կարգապահությամբ եւ մարտի դաշտում բացառիկ քաջությամբ։ Այս վաշտի բոլոր անդամները կարող են հպարտանալ իրենց խիզախությամբ, եւ Հայաստանը պետք է վստահ լինի, որ ունենալով այսպիսի որդիներ, ովքեր ունակ են զոհվել նույնիսկ ուրիշի գործի համար, մոտ ապագայում անպայման կարժանանան երջանիկ եւ երկարատև ազատության։ Իր զեկույցում գրել է աշխարհազորի պետ գեներալ-մայոր Գենևը։ Օ, նրանք առուսներ են, իսկական առուսներ։ Այսօր նրանք փրկեցին մեզ բոլորիս։ Եթե նրանք չլինեին, մենք կջախջախվեինք, մենք բոլորս կզոհվեինք։ Ես ասում եմ նաև որպես հրապարակախոս։ Ես իմ բարոյական պարտքն եմ համարում կրկնել այս նույն խոսքերը բուլղարական հանրության առջև։ Ինչ անվախ տղերք են, ես պարզապես զարմացած եմ։ Վերևից թափվող կրակի տակ նրանք երգեր էին երգում։ Հատկապես քաջ էր Լեռնային արծիվը, Անդրանիկը, ով երգում է եւ կրակում միաժամանակ։ Իր հուշագրություններում գրել է բուլղարացի ամենաբարձրաստիճան սպա Կոնևը։ Այժմ Բուլղարիայում հարգանքով եւ իրախտագիտությամբ պահպանվում է 1912-ից 1913 թվականներին Բալկանյան պատերազմում բուլղարական բանակի հետ կողք կողքի կռված հայ կամավորների հիշատակը։ Նրանց մասնակցությունը Օսմանյան կայսրության դեմ պատերազմում ոչ միայն համերաշխության դրսևորում էր, այլ նաև պայքար պատմական արդարության վերականգնման համար, ինչը խորապես դրոշմվել է երկու ժողովուրդների ազգային հիշողության մեջ։ Բալկանյան պատերազմի տարելիցին նվիրված թանգարանային ցուցահանդեսները, հրատարակությունները եւ հիշատակի տարբեր միջոցառումները բարբերաբար ընդգծում են Բալկաններում ազատության համար պայքարին հայերի ունեցած հսկայական ներդրման կարևորությունը։ Այս հիշողությունը հայ եւ բուլղար ժողովուրդների միջև պատմական բարեկամության խորհրդանիշ է, որը հիմնված է ընդհանուր ցավի եւ միասնական պայքարի վրա։ 1914 թվականի հուլիսին Բուլղարիայի առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելու նախօրեին Վառնայում գտնվող զորավար Անդրանիկը հայտնվեց լուրջ քաղաքական եւ ռազմական որոշումների կենտրոնում։ Ստանալով Բուլղարիան անհապաղ լքելու եւ ջրաբերդ հայր Աբրահամի մոտ մեկնելու դաշնակցության արևմտյան բյուրոյի ծածկագրված նամակը նա հասկացավ, որ իրեն նոր կարևոր առաջադրանք է սպասվում։ Այս կոչը համընկավ դաշնակցության Էրզրումում կայացած ընդհանուր ժողովի հետ։ Անդրանիկը տեղյակ չէր, թե այդ ժամանակ ինչ համաձայնագրեր էին քննարկվում։ Այնուամենայնիվ, նա անհրաժեշտ համարեց միջամտելու իրադարձությունների զարգացմանը, կանխազգալով մոտալուտ լայնածավալ հակամարտության վտանգը։ Մոտ 2 շաբաթ առաջ նա Բուլղարիայի ռազմական նախարար գեներալ Բոյաջիևից ստացել էր պաշտոնական գաղտնի նամակ, որում ասվում էր. Հրամայում եմ, հենց որ Բուլղարիայի կառավարությունը պատերազմ հայտարարի որևէ պետության դեմ, դուք պետք է 24 ժամվա ընթացքում ժամանեք Հասկովո քաղաք եւ միանաք 51-րդ ռոդդոպի գնդին։ Եթե չունեք Հասկովո մեկնելու միջոցներ, զենքի ուժով հարթեք ձեր ճանապարհը։ Անդրանիկը որպես բուլղարական բանակի սպա հայտնվեց դժվարին իրավական եւ բարոյական իրավիճակում։ Նա հասկանում էր, որ Բուլղարիան եթե մտներ պատերազմի մեջ, ապա նա ստիպված պետք է լիներ կատարելու իր զինվորական պարտքը։ Նա հայտնվեց բուլղարական պետության նկատմամբ իր զինվորական պարտքի եւ հայ ժողովրդի նկատմամբ իր ազգային պարտականության եւ պարտավորության արանքում։
Իսկ հետևանքները պարզաբանելու համար նա զանգահարեց իր նախկին հրամանատար գնդապետ Պրոտոգերովին։ Եթե ես լքեմ Բուլղարիան եւ Բուլղարիան պատերազմ հայտարարի, կկորցնեմ իմ քաղաքացիական իրավունքները, թե ոչ։ Պատասխանը դիվանագիտական էր, բայց միանշանակ։ Գիտեմ, որ հայ ժողովուրդն այս օրերին շատ է զգում ձեր կարիքը։ Եթե Բուլղարիան պատերազմ հայտարարի, դուք գտնվելով Բուլղարիայում պարտավոր եք որպես Բուլղարիայի քաղաքացի եւ սպա կատարել ձեր քաղաքացիական պարտքը եւ զինվորական պարտականությունները, գնալով այնտեղ, որտեղ ձեզ հրամայված է։ Բայց եթե պատերազմի հայտարարումից առաջ հայտնվեք Բուլղարիայի սահմաններից դուրս, ապա այս հանգամանքը կհամարվի բացառություն միայն ձեզ համար։ Մինչդեռ Եվրոպայում արդեն սկսվել էին ռազմական գործողությունները։ Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի ազդեցության տակ Բուլղարիան պատրաստվում էր պատերազմի մեջ մտնել կենտրոնական տերությունների կողմից, մինչդեռ ռուսական կայսրությունը պատրաստվում էր բախման Օսմանյան կայսրության հետ։ Ժողովրդի ողջ մնացած մասի ֆիզիկական անվտանգությունը, սա է մեր կողմից ձեզ առաջարկվող ամենամեծ հայրենասիրությունը։ Վտանգը ժամ առ ժամ ավելի է մեծանում։ Մահվան ուրվականը թակում է մեր դուռը եւ հետապնդում ինչպես մղձավանջ։ Այս վերջին սպառնալիքը ինչպես սուր կախված է մեր գլխին։ Սակայն այս սարսափելի ժամերին մենք այնուամենայնիվ անհաղորդ ենք։ Դեռևս խաղաղ քնած։ 1914 թվական։ Աշխարհը կարծես փլուզվում է։ Եվրոպական տերությունները մեկը մյուսի հետևից ներքաշվում են համաշխարհային պատերազմի մեջ։ Ռուսաստանը, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան։ Կովկասի գլխին ամպեր են կուտակվում։ Այնտեղ, որտեղ հատվում են կայսրությունների սահմանները, հասունանում է երկարատև ու արյունալի պատերազմ։ Անդրանիկը որպես բուլղարական բանակի սպա հայտնվում է դժվարին իրավիճակում։ Ազգությամբ հայ, ծառայության բուլղարացի սպա, իսկ ոգով հեղափոխական, նա հայտնվում է բուլղարական պետության առջև իր ծառայողական պարտքի եւ հայ ժողովրդի նկատմամբ իր ունեցած պարտավորության եւ պատասխանատվության միջև։ Այդ վճռական պահին, առանց երկմտելու եւ գերադասելով իր պարտքը հայ ժողովրդի առջև, նա ժամանում է Կովկաս, Թիֆլիս, քաղաք, որտեղ կերտվում էր Կովկասի ողջ քաղաքական կյանքը։ Նա հայտնի է որպես Օսմանյան կայսրությունում հայերի ազատագրական պայքարի հերոս։ Նա մեծ հարգանք էր վայելում որպես Բալկանյան պատերազմը փառքով անցած մարտական սպա։ Թիֆլիսը, որը մոտ էր ռուսական եւ օսմանյան կայսրությունների միջև սպասվող պատերազմի կիզակետին, եռում էր նախապատրաստական աշխատանքներով։ Հայերը երկու կայսրություններում էլ հասկանում էին, որ իրենք լինելու են առաջիկա իրադարձությունների կիզակետում։ Ինչ անել, որ կողմին աջակցել։ Հնարավոր է արդյոք չեզոքություն պահպանել։ Սա մեծ հնարավորություն է, թե մեծ ողբերգություն։ Կայսրությունների երկու կողմերում գտնվող յուրաքանչյուր հայ կանխազգում էր, որ կյանքն այլևս նույնը չի լինելու, բայց թե ինչպես եւ ինչ աստիճանի էր փոփոխվելու, ոչ ոք ամբողջությամբ չէր պատկերացնում։ Ընդ որում, Արևելյան Հայաստանի եւ ընդհանրապես Կովկասում բնակվող հայերի մեծամասնությունը կարծում էր, որ պետք է պատերազմեն ռուսական կայսրության կողմից։ Մինչդեռ Անդրանիկի Թիֆլիս ժամանելուց մի քանի օր էլ չէր անցե, երբ նա հանդիպեց Կովկասյան ճակատի գեներալներ Միշլաևսկու եւ նրա աչձեռքի գեներալ Յուդենիչի հետ։ Այս պահից սկսվեց Անդրանիկի կյանքի նոր փուլը, սակայն այս անգամ որպես հայ կամավորների հրամանատար։ Ռուսական հրամանատարությունը համաձայնեց հայկական կամավորական ջոկատների ստեղծմանը։ Այդ ջոկատները սկսեցին հավաքագրվել ողջ Կովկասով մեկ։ Նրանցում ընդգրկվում են գյուղացիներ, արհեստավորներ, մտավորականներ, նախկին ֆիդայիններ եւ նույնիսկ երիտասարդներ, որոնք դեռ նոր էին դարձել չափահաս։ Նրանցից շատերը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ջարդերից ու կոտորածներից փրկվածներ էին։ Նրանք փայլուն գիտակցում էին, թե ինչի համար էր նրանց պայքարը։ Հայերի նպատակները, մղումներն ու հույսերը չափազանց մեծ էին։ Զորավար Անդրանիկը գլխավորեց ամենամեծ կամավորական ջոկատներից մեկը։ Հզոր ռազմական միտքը, պատերազմի փորձը, քաջությունը եւ խարիզման նրան դարձրին մարտիկների շրջանում իսկական լեգենդ։ Նրա անունը դարձել էր խորհրդանիշ, որը միավորում էր բոլորին իր շուրջ։ Նրանց բոլորի համար սա այլևս պարզապես պատերազմ չէր, այն վերածվել էր անձնավորված պայքարի, ազատագրական պայքարի, հանուն հայրենիքի եւ արժանապատվության։ 1914-ից 1915 թվականներին Անդրանիկ Օզանյանի գլխավորած հայկական ստորաբաժանումները մասնակցել են Կովկասյան ճակատում մի շարք կարևոր գործողությունների։ Նրանք կռվել են լեռներում, որոնք անանցանելի էին ծանր հրետանու համար։
թափանցել են թշնամու թիկունքը, դարանակալել եւ փակել թուրքական զորամասի մատակարարման ուղիները։ Նրանց գործողությունները հաճախ ճակատը փրկել են ճեղքումներից։ Գեներալ Չեռնոզոբովի զեկույցից ամենայն հայոց կաթողիկոսին։ Կովկասյան ճակատ 1914 թվականի նոյեմբերի 10-ը։ Նոյեմբերի 7-ին Անդրանիկի հայ կամավորական ջոկատը մեծ քաջություն ու անձնուրացություն ցուցաբերեց։ Ես ուրախ եմ ձեր սրբության այս մասին տեղեկացնել եւ խնդրում եմ ձեր օրհնությունն ու աղոթքը հետագա գործողություններում հաջողելու համար։ Սակայն աղոթքները բավարար չէին։ 1915 թվականի սկիզբը հայերի համար նշանավորվեց ոչ միայն շարունակվող պատերազմով, այլև պատմության մեջ մեր նկատմամբ ամենասարսափելի ոճրագործությամբ։ 1915 թվականի գարնանը գերիթուրքական կառավարությունը սկսեց իրականացնել վաղուց մշակված ծրագիրը՝ բնաջնջել կայսրության քրիստոնյա բնակչությանը, առաջին հերթին հայերին։ Ապրիլին Կոնստանդնոպոլսում ձերբակալվեցին հարյուրավոր հայ մտավորականներ, քաղաքական գործիչներ ու լրագրողներ։ Սա առաջին հարվածն էր։ Դրանց հաջորդեց համակարգված ցեղասպանությունը, զանգվածային տեղահանություններ, կոտորածներ եւ մահվան անհամար շարքեր։ Պատմական Հայաստանի քաղաքներն ու գյուղերը՝ Վանը, Բիթլիզը, Էրզրումը, Մուշը եւ այլ բնակավայրեր ընկղմվեցին քաոսի եւ արյունահեղության մեջ։ Անդրանիկը գիտակցում էր, որ սա այլևս պատերազմ չէ, սա իր ժողովրդի բնաջնջումն է եւ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Սա այլևս պայքար էր հանուն ժողովրդի գոյատևման։ Ռազմաճակատում հայ կամավորական ջոկատները շարունակում էին կռվել թուրքական ստորաբաժանումների դեմ, սակայն նրանց առաքելության բնույթը աստիճանաբար փոխվում էր։ Այժմ նրանք ոչ միայն կռվում էին, այլև փրկում էին մարդկանց, փախստականների, երեխաների եւ ծերերի։ Անդրանիկը, ինչպես եւ նախկինում, իրադարձությունների կիզակետում էր։ Նա հասկանում էր, որ գրավված յուրաքանչյուր լեռնանցք, թշնամու յուրաքանչյուր ջախջախված շարասյուն ոչ միայն ռազմական հաջողություն էր, այլև տալիս էր մարդկանց գոյատևման եւս մեկ հնարավորություն։ Ռուսական հրամանատարությունը, որը սկզբում զուսպ էր հայկական ստորաբաժանումների գործողությունների գնահատման հարցում, փոխեց իր դիրքորոշումը։ Այժմ արդեն ակնհայտ էր, որ առանց նրանց առաջնագծի պահպանումը ծայրահեղ դժվար կլիներ, իսկ երբեմն անհնար։ Գեներալ Տրուխին Անդրանիկին ուղղված իր նամակում, որում արտահայտում է իր հիացմունքը նրա հմուտ մարտավարական գործողությունների նկատմամբ, ասում է. «Դուք եւ կամավորները ներկայացված եք արժանավույնս վաստակած պարգևի։ Ընդունեք եւ փոխանցեք կամավորներին իմ ջերմ երախտագիտությունը Վանա լճի հարավային ափին ցուցաբերած մարտական ծառայության համար։ Ցավում եմ, որ անձամբ ձեզ շնորհակալություն հայտնել չեմ կարող»։ Սակայն Անդրանիկի համար ավելի ծանր էր տեսնել նրանց տառապանքը, ում նրանք չհասցրին փրկել, կանանց, երեխաների, տարեցների, նրանց, ովքեր հավատում եւ սպասում էին պաշտպանության։ Նա ապրեց այս վշտով մինչև կյանքի վերջը, որպես հրամանատար, որպես մարդ եւ որպես մի ժողովրդի զավակ, ումից փորձում էին խլել ամեն ինչ։ 1915 թվականի երկրորդ կեսը դարձավ սարսափելի իրադարձությունների գագաթնակետը։ Տարբեր գնահատականներով այդ տարի սպանվել էր 800,000-ից մինչև 1 միլիոն հայ։ Նրանց, ում հաջողվեց ողջ մնալ, փրկվեցին, փախչելով Իրան, Ռուսաստան եւ դեպի հարավ, Սիրիայի անապատներ։ Կամավորական ջոկատները, այդ թվում Անդրանիկի ջոկատը, մասնակցեցին փախստականների տարհանմանը լեռնանցքներով, հաճախ բացելով նրանց համար փրկության ճանապարհը ռազմական գործողությունների միջոցով։ Զինվորները գյուղ մտնելով ամբոխի մեջ անսպասելիորեն հանդիպում էին իրենց հարազատներին։ Դրանք տեսարաններ էին, որոնք շատ սրտաճմլիկ էին։ Որդին ճանաչում էր մորը, եղբայրը գրկում էր քրոջը, ծերունին ծնկի էր իջնում ողջ մնացած թոռան առջև։ Կամավորներից մի քանիսը գտնելով իրենց հարազատներին չէին կարողանում մնալ շարքում։ Նրանք միանում էին իրենց ընտանիքներին, օգնում նրանց տեղափոխել իրենց իրերը, կիսում էին իրենց վերջին կտոր հացը եւ ամբոխից դուրս հանում հիվանդներին ու վիրավորներին։ Սա նման էր անվերջ քաոսի։ Տարեվերջին Կովկասյան ճակատը կայունացավ։ Այս թվացյալ դադարը թաքցնում էր վերքեր, որոնք այլևս երբեք չէին սպիանալու։ Հայ ժողովուրդը ոչ թե վերապրեց միայն պատերազմ, այլ մանրակրկտորեն պլանավորված եւ իրագործված ցեղասպանություն։ Մարդիկ, ում թուրքերը չէին սպանել, մահանում էին սովից, հիվանդություններից եւ նաեւ հուսալքությունից։ Եվ այնուամենայնիվ, չնայած այս սարսափին, հայ կամավորները շարունակում էին ծառայել եւ կռվել պատվով։ Եվ այս ամենի կենտրոնում իհարկե կանգնած էր զորավար Անդրանիկը, ով չէր վախենում վախից, քանի որ շատ անգամներ էր հանդիպել նրան։
Հաղթանակն անխուսափելի էր ռուսական կայսրության համար։ Ռուսական զորքերը տեղակայված էին Օսմանյան կայսրության խորքում։ Դաժան մարտերից, ցեղասպանության եւ փախստականների տառապանքների ականատեսը լինելուց հետո Անդրանիկը երկարամյա մարտերից, բարոյական ծանր բեռից ու քաղաքական խառնաշփոթից հյուծված հայտարարեց իր այլևս որևէ ռազմական գործողության չմասնակցելու մտադրության մասին։ Այս որոշումը, որը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով, հեշտ չէր։ Թիկունքում անվերջ պայքարի տարիներն էին, ընկերների մահը, դաշնակիցների դավաճանությունը եւ հայկական քաղաքական վերնախավի հետ խորացող տարաձայնությունները։ Բայց խաղաղությունը կարճատև էր։ 1917 թվական։ Աշխարհը եւ շուրջ բոլորը արագ փոխվում էր։ Ռուսական կայսրությունը, որի դրոշը դեռ վերջերս ծածանվում էր ազատագրված քաղաքների վրա, փլուզվում էր նրանց աչքերի առաջ։ Փետրվարյան հեղափոխություն, միապետության անկում, բանակում տիրող քաոս, տարաձայնություն թիկունքում։ Կովկասում պատերազմը դադարեց ոչ թե խաղաղության համաձայնագրերի, այլ անկարգության, բարոյալքման եւ քաղաքական վակուումի պատճառով։ Անդրանիկի նման ականավոր գործիչը իր բացառիկ մարտական փորձով եւ բարձր հեղինակությամբ չէր կարող անմասը մնալ իր շուրջը կատարվող իրադարձություններին։ Զինակիցների անթիվ խնդրանքներին անսալով Անդրանիկը կրկին զենք վերցրեց։ Նա կրկին կանչ տվեց իր ընկերներին, որոնք մեծ սիրով արձագանքեցին։ Կովկասի բոլոր ծայրերից կամավորներ հավաքվեցին Երևանում։ Նրանց միացան ամերիկահայերը, որոնք եկել էին հեռվից, պայքարելու իրենց պատմական հայրենիքի ազատագրման համար։ Շտաբ կերպով կազմավորվեցին նոր ստորաբաժանումներ, որոնք զինվեցին եւ կազմակերպվեցին։ Այս իրավիճակում հայերի ճակատագրի ողջ պատասխանատվությունը ընկած էր ոչ թե կանոնավոր բանակի, այլ Անդրանիկի նման մարդկանց ուսերին։ Սակայն որքան անցնում էր ժամանակը, այնքան ավելի պարզ էր դառնում, որ քաոսը ոչ միայն դրսում է, այլև ներսում։ Ցեղասպանությունից հետո արևմտահայ բնակչությունը հայտնվեց խորը ճգնաժամի մեջ։ Ժողովրդի զգալի մասը ոչնչացվեց, իսկ փրկվածները, փախստականները, այրիներն ու որբերը տառապում էին սովից ու աղքատությունից, միևնույն ժամանակ զրկված լինելով տարական անվտանգությունից։ Ֆիզիկական գոյատևումը դարձել էր գերխնդիր։ Ռուսական կայսրության փլուզման եւ Օսմանյան Թուրքիայի կողմից աճող ռազմական սպառնալիքի ֆոնին հարավային Կովկասի հայ բնակչությունը սկսեց ձևավորել սեփական զինված ուժերը։ Ընդունված որոշման համաձայն արևելահայերը, այսինքն ռուսահայերը, պետք է բանակային կորպուս կազմեին, իսկ արևմտահայերը դիվիզիա։ Գեներալ Անդրանիկ Օզանյանը միաձայն ընտրվեց արևմտահայ դիվիզիայի հրամանատար, սակայն ներքին վեճերը հետաձգեցին որոշումը։ Սա պայմանավորված էր անձնական ու քաղաքական լարվածությամբ։ 1917 թվականի հոկտեմբերին Անդրանիկը պաշտոնապես լքեց դաշնակցության շարքերը, որտեղից էլ մեծապես կախված էր նրա նշանակումը։ Ընդհանուր առմամբ Թիֆլիսում հայ քաղաքական ուժերի շրջանում մթնոլորտն անառողջ էր։ Սա ակնհայտ էր Անդրանիկի քաղաքական հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներից։ Ես մերժում եմ ձեր առաջարկած հրամանատարությունը, մերժում եմ ձեր առաջարկած զինվորական հրամանատարի պաշտոնը։ Վաղն առավոտյան եւ ետ ես կհագնեմ սովորական զինվորի ցնցոտիներ, կդնեմ հրացանս ուսիս, կգնամ գեներալ Նազարբեկովի մոտ, ռազմաճակատ, այնտեղ կմեռնեմ, որպեսզի չտեսնեմ այս անարգանքը։ Շարունակեք ձեր բյուզանդական վեճերը մինչև լուսաբաց, շարունակեք։ Հաջորդ օրն առավոտյան զորավար Անդրանիկը հրացանն ուսին գնաց գեներալ Նազարբեկովի մոտ։ Միայն բազմաթիվ խնդրանքներից հետո նա համաձայնվեց հանձն առնել արևմտահայ դիվիզիայի հրամանատարությունը։ 1918 թվականի սկզբին Կովկասյան ճակատում իրավիճակը չափազանց լարված էր։ Հոկտեմբերյան հեղափոխությունից եւ Ռուսաստանի առաջին համաշխարհային պատերազմից դուրս գալուց հետո ռուսական զորքերը աստիճանաբար նահանջեցին, Արևմտյան Հայաստանն ու նրա հայ բնակչությանը թողնելով թշնամու հետ դեմ առ դեմ։ Այս պայմաններում Էրզրումը, կարևոր ռազմավարական քաղաքը, կանգնած էր ճակատագրական իրադարձությունների առաջ։ Կամ հայերը կկարողանային այն պաշտպանել, կամ թուրքերը կգրավեին այն։ Մինչ շատերը քաղաքի պաշտպանությունը անհնար եւ անհեռանկար էին համարում, զորավար Անդրանիկը ճիշտ հակառակում էր համոզված։ Նա խորապես հավատում եւ գիտակցում էր Էրզրումը պաշտպանելու անհրաժեշտությունը։ Անդրանիկի համար սա պարզապես քաղաք չէր, այլ նաեւ բացառիկ պատմական հնարավորություն պաշտպանելու Արևմտյան Հայաստանը, որը նաեւ հետագայում հնարավորություն կտալ խուսափել բազմաթիվ ռազմական խնդիրներից։
Չնայած չափազանց դժվարին ներքին իրավիճակին, Անդրանիկը եւ արագ կազմակերպված ուժերը 1918 թվականի փետրվարին շարժվեցին դեպի Էրզրում։ Սա իսկապես պատմական իրադարձություն էր, որը պետք է վերջ դներ հայկական հողերի վրա թուրքական դարավոր վերահսկողությանը եւ տար արժանապատիվ ինքնուրույնության հնարավորություն։ Սակայն այս ամենի գինը շատ թանկ էր։ Այդ դժվարին ամիսներին շատ հայ զինվորների, հատկապես արևելյան Հայաստանից եկածների մարտական ոգին ընկավ։ Կոմունիստների կողմից ստորագրված Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որը նախատեսում է ռուսական զորքերի դուրսբերում արևմտյան Հայաստանից, կոտրեց շատ հայերի, հատկապես արևելյան Հայաստանի, ինչպես նաև քաղաքական ղեկավարության ոգին, որը իմաստ չէր տեսնում արևմտյան Հայաստանը պաշտպանելու մեջ եւ առաջարկում էր պաշտպանել պատերազմից առաջ գոյություն ունեցող սահմանները։ Այս ամենին նպաստեց նաև ոչ միայն քաղաքական գործիչների ապակողմնորոշումը, այլև կոնֆեդերացիայի ստեղծումը, որտեղ ընդունվող որոշումները պետք է համաձայնեցվեին Անդրկովկասի թաթարների, ադրբեջանցիների եւ իհարկե վրացիների հետ։ Այն դեպքում, երբ յուրաքանչյուր կողմ հետապնդում էր բացառապես իր սեփական շահերը, եւ արևմտյան Հայաստանի իրավունքներն ու ճակատագիրը այդտեղ բացարձակապես արտահայտված չէին։ Հենց այս ծանր, քաոսային եւ իրարամերժ մթնոլորտում էր, որ Անդրանիկը ժամանեց Էրզրում։ Սա մեր երկիրը չէ, մենք ուզում ենք վերադառնալ մեր երկիր։ Թող թուրքահայերն իրենք պաշտպանեն թուրքական Հայաստանը, գոռում էին զինվորները։ Այս բարոյական ճգնաժամը լուրջ սպառնալիք էր հայկական ջոկատների պաշտպանունակության համար։ Մի օր լարվածությունը հասավ իր գագաթնակետին։ Հյուծված եւ հուսահատված մարտիկներից մեկը փորձեց սպանել Անդրանիկին։ Հրացանից արձակված գնդակը բարեբախտաբար չդիպավ Անդրանիկին։ Այս ցավալի միջադեպը արտացոլում էր հայ կամավորների շարքում տիրող բարդ եւ վտանգավոր իրավիճակի ողջ լրջությունը։ Այս դրվագական հայտորեն արտահայտում է ոչ միայն ներքին հակասություններն ու բարոյական ճգնաժամը, այլ նաև զորավար Անդրանիկի ուսերին ընկած պատասխանատվության հսկա բեռը։ Դժվար է փոխանցել, թե ինչ հոգեվիճակում էին Էրզրումի պաշտպաններն ու բնակիչները փետրվարյան այդ դաժան օրերին։ Տիրում էր ընդհանուր հիասթափություն, որը ժամ առ ժամ աճում էր։ Հայ քաղաքական ու ռազմական ուժերի միջև ներքին տարաձայնությունը միայն սրում էր իրավիճակը, թուլացնելով միասնությունն ու դիմադրելու կամքը։ Ավելին, դավաճանության ուրվականը շրջում էր քաղաքով, սերմանելով կասկած ու վախ։ Զինվորների դասալքությունը, որը խաթարեց Էրզրումի պաշտպանությունը, զուգորդված հայ Բեժանբեկովի դավաճանության հետ, վերջին կաթիլն էր, որը կոտրեց քաղաքը պահելու փխրուն հույսը։ 1918 թվականի փետրվարի 27-ին Էրզրումն ընկավ։ Ավելի ուշ ականավոր պատմաբան, լրագրող, հասարակական գործիչ եւ դաշնակցության անդամ Միքայել Վարդանյանը կգրեր. անգամ եթե Նապոլեոն Բոնապարտը լիներ Անդրանիկի փոխարեն, նույնիսկ նա չէր կարողանա հաղթել նման պայմաններում։ Էրզրումի անկումից հետո Անդրանիկին պատեց ներքին դատարկությունը։ Միևնույն ժամանակ նրան մեղադրեցին Էրզրումի անկման մեջ։ Նման մեղադրանքներ լսելն ու դառնալ Էրզրումի անկման խորհրդանիշը ամենածանրն էր, որ կարող էր լսել նման մարդը, ով ողջ իր կյանքը նվիրել էր հայրենիքի եւ սեփական ժողովրդի պաշտպանությանը։ Կասկածելով սեփական ունակությունների եւ հայրենիքին օգտակար լինելու կարողությանը, Անդրանիկը հրաժարականի դիմում է ուղարկում գեներալ Նազարբեկովին, պատճենը փոխանցելով ազգային խորհրդին։ Չնայած Անդրանիկի կերպարի դեմ արշավին եւ կատարվող այդ ամենի նկատմամբ իր անտարբերությանը, հայ ժողովուրդը հենց ինքը թույլ չտվեց Անդրանիկին երկար մնալ ստվերում։ Այսօր ես գնացի գունդը տեսնելու։ Բոլորը միայն քեզ են ուզում։ Զորքերում ոչ ոք չի ընդունում քո հրաժարականը։ Այսօր Սիբիրից ժամանեցին 150 արևմտահայ գերիներ 3 ռուս հրաշալի սպաների հետ։ Այդ արժանի սպաներն ու զորքերը միայն քեզ են ուզում։ Երեկոյան Ռոստովից ժամանեց մոտ 600 կամավորներ։ Եթե բոլորին ուղարկեին, կհավաքվեր ավելի քան 1500 մարդ, կամ միայն այստեղ մոտ 2000-ը։ 1917 թվականի մարտին գրել է դոկտոր Բոնապարտյանը Անդրանիկին։ Այս արևմտահայ գերիների պատմությունը, որը մանրամասն նկարագրված է լեյտենանտ Կոլմակովի ուշագրություններում, ուշագրավ է։ Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռազմական հանգամանքների պատճառով նրանք ուղարկվել են Սիբիր, Իրկուտսկ, որտեղ կրել են իրենց պատիժը։ Ձևականորեն նրանք գերիներ էին, բայց հենց որ հայրենիքի համար դժվար ժամանակների մասին լուրերը սկսեցին հասնել նրանց, հարց առաջացավ հայկական վաշտ կազմելու եւ նրանց Հայաստան ծառայության ուղարկելու մասին։ Այսպիսով, այս հայերը վերադարձան հայրենիք
եւ հայտնվեցին Անդրանիկի հրամանատարության ներքո, ով չնայած ծանր իրավիճակին, ուժ գտավ ստանձնելու նրանց եւ այլ կամավորական խմբերի հրամանատարությունը։ Հարկ է նշել, որ կամավորների մեծամասնությունը սկզբունքորեն պահանջում էին, որ հենց Անդրանիկ Օզանյանը լիներ իրենց առաջնորդը։ Ուշագրավ է Կոլմակովի հուշերից մեկը, որը նկարագրում է, թե ինչպես են միահյուսված հայ մարտիկների ճակատագրերը։ Մի օր Անդրանիկի ջոկատը կանգ առավ գիշերելու համար։ Զինվորները հավաքվեցին խարույկների շուրջ, հանգստացան եւ ուտեստներ պատրաստեցին։ Լռություն էր։ Այդ երեկոյան ընկերների նեղ շրջապատում Անդրանիկ Օզանյանը մոտեցավ եւ նստեց խարույկի մոտ։ Հոգնած, բայց կենտրոնացած։ Նա սկսեց խոսել ոչ թե ռազմական ծրագրերի կամ ռազմաճակատի, այլ անցյալի մասին, որը շատ հազվադեպ էր լինում։ Նա խոսեց պայքարի իր վաղ տարիների մասին, երբ երիտասարդ մարտիկ լինելով միացավ հայ ֆիդայիններին ու զենքը ձեռքին մեկնեց Արևմտյան Հայաստան, պաշտպանելու իր հողն ու հայրենակիցներին։ Այդ տարիներին 19-րդ դարի վերջին նա կռվեց Աղբյուր Սերոփի հրամանատարությամբ, ով հայ ֆիդայական շարժման ամենահայտնի առաջնորդներից մեկն էր։ Աղբյուր Սերոփը ոչ միայն մարտիկ էր, այլև ազգային դիմադրության խորհրդանիշ, երբ Օսմանյան կայսրությունում տասնյակ հազարավոր հայեր ոչնչացվեցին Սուլթան Աբդուլհամիդ II-ի հրամանով։ Այս լեռներում, ասաց Անդրանիկը, մատնացույց անելով մթության մեջ թաքնված լեռնաշղթաները, Սերոփի հետ կռվեցինք թուրքի դեմ։ Ես այդ ժամանակ երիտասարդ էի, հետախուզման ու փախուստի մեջ։ Ես եկա նրա մոտ։ Նա դարձավ իմ ուսուցիչը։ Նա ինձ սովորեցրեց ոչ միայն կռվել, այլև մինչև վերջ նվիրվել գործին։ Այնուհետև Անդրանիկն իր զինակիցների ուշադրությունը հրավիրեց մի տարեց կնոջ վրա, որը նորիչել էր ձիուց եւ մոտեցել կրակին։ Դա Սոսե մայրիկն էր, Սերոփի այրին։ Նրա անունը լեգենդ էր դարձել հայ ժողովրդի շրջանում։ Ահա, ծանոթացեք, Սերոփի կինն է, ասաց Անդրանիկը։ Այս կինն է անցել նրա բոլոր արշավանքներով, 3 անգամ վիրավորվել եւ մասնակցել ամուսնու բոլոր մարտերին։ Սոսեն իսկապես բացառիկ դեմք էր։ Նրա քաջությունը դարձավ կանանց պայքարին մասնակցության խորհրդանիշ, ոչ թե ետին պլանում, այլ առաջնագծում։ Սերոփին դավաճանների եւ քրդական ուժերի հետ մարտում սպանելուց հետո Սոսեն հավատարիմ մնաց գործին, աջակցելով հայ կամավորական ջոկատներին եւ մասնակցելով ազատագրական պայքարի շատ տարբեր գործողություններին։ Երբ Անդրանիկը խոսում էր նրա մասին, նրա զինակիցները փորձում էին կնոջ դեմքին տեսնել նրա երբեմնի գեղեցկության հետքերը, որի մասին նա պատմում էր։ Նրա արևահարված, կնճռոտված մաշկը, խիստ հայացքը, ամեն ինչ խոսում էր ցավով, դժվարություններով եւ պայքարով լի կյանքի մասին։ Բայց մի պահ Անդրանիկին դիմելով նա հանկարծ ժպտաց։ Այդ կարճ վայրկյանին նրա դիմագծերը հարթվեցին եւ բարակոնքերի տակից փայլեցին աչքերը, որում դեռ ապրում էր այն գեղեցիկ կինը, որին նկարագրում էր գեներալը։ Հայազատագրական պայքարը միայն ճակատամարտերի եւ հրամանատարների տարեգրությունը չէ, այլ հազարավոր հայերի կյանքի պատմություն, որոնք իրենց կյանքը նվիրեցին բացառապես պայքարին։ Տղամարդիկ եւ կանայք, ծերեր եւ երիտասարդներ, առանց տարանջատելու միմյանցից սեփական ճակատագրերը, նրանք քայլում էին միահյուսված դեպի պայքար, դեպի ազատագրում եւ ապագայի հույսը։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Զորավար Անդրանիկի եւ Սոսե մայրիկի նման կերպարները մարմնավորում են այն բարոյական գագաթը, որը թույլ տվեց հայերին մնալ կենսունակ եւ ձևավորել սեփական դիմագիծը։ 1918 թվականի գարնանը հայ ժողովուրդը հայտնվեց իր պատմության ամենավճռական փուլերից մեկում։ Կովկասյան ճակատի փլուզումից եւ ռուսական զորքերի տարածաշրջանից դուրսբերումից հետո Հայաստանը գործնականում մնաց առանց արտաքին աջակցության։ Օսմանյան կանոնավոր բանակի առաջխաղացման պայմաններում հայերը չունեին դաշնակիցներ, մարտունակ բանակ եւ կազմակերպված թիկունք։ Թուրքական հրամանատարությունը օգտվելով իշխանության վակուումից եւ թուլացած հայկական ուժերից պլանավորեց արագ հարձակում, գրավելու Երևանն ու Բաքուն, հույս ունենալով միանալ մուսավաթական ուժերին։ Սա կարող էր լինել աղետալի ոչ միայն Հայաստանի, այլև Կովկասում գործող ողջ հակաօսմանյան կոալիցիայի համար։ Այնուամենայնիվ, ժողովուրդը փաստացի զրկված լինելով պետական աջակցությունից կարողացավ համախմբվել։ Լիակատար ոչնչացման եւ ցեղասպանության նոր ալիքի սպառնալիքի առջև կանգնած, հայ ժողովուրդը ոտքի կանգնեց, պաշտպանելու իր հողի վերջին պատառները։ Սկսվեց հերոսական պաշտպանություն, որը պատմության մեջ հայտնի է որպես Սարտարապատի, Պաշապարանի
ու Ղարաքիլիսայի ճակատամարտեր։ Սարդարապատ 1918 թվականի մայիսի 21-ից 29։ Այստեղ էր, որ հայ կամավորները, աշխարհազորայիններն ու զինվորները կարողացան կանգնեցնել թուրքական բանակի գերազանցող ուժերը։ Հայկական ստորաբաժանումները ջախջախիչ պարտության մատնեցին թշնամուն։ Այս հաղթանակը փրկեց Երևանը օկուպացիայից եւ թույլ տվեց հայերին պահպանել վերահսկողությունը Արարատյան հովիտի վրա։ Բաշապարանի մոտ հայկական ուժերը կասեցրին թուրքական առաջխաղացումը, թույլ չտալով թշնամուն հյուսիսից ճեղքում իրականացնել։ Այս ճակատամարտը ռազմավարական նշանակություն ուներ։ Այն թույլ չտվեց թուրքերին շրջապատել Երևանը եւ կապվել Ղարաքիլիսայով առաջխաղացող ուժերի հետ։ Այս հաղթանակները ձեռք բերվեցին մեծ զոհողությունների գնով, բայց դրանք վճռորոշ դրվագներ էին մեր պատմության համար, որոնց միջոցով մենք պահպանեցինք մեր քաղաքական գոյության կարևոր իրավունքը։ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Առաջին հանրապետությունը, առաջին հայկական պետականությունն ավելի քան 600 տարի ընդմիջումից հետո։ Այսպիսով, Սարդարապատի, Բաշապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերը ուղղակի ռազմական հաղթանակներ չէին։ Դրանք ազգային ապստամբություն էին, ժողովրդի ռազմավարական գիտակցության եւ պատմական միասնության դրսեւորում, որը պայքարում էր ոչ թե միայն սահմանների, այլև փրկության, ազատության, արժանապատվության, անկացների հիշատակի եւ ամենակարևորը իրենց սերունդների ապագայի համար։ Այս իրադարձությունները իրավամբ համարվում են հայ ազգային ոգու եւ ինքնորոշման ամենակարևոր խորհրդանիշներից մեկը։ Պատմաբաններն այսօր էլ համարում են 1918 թվականի մայիսը այն ժամանակահատվածը, երբ հայ ժողովուրդը վեր հառնեց մոխիրներից եւ դա արեց բացառապես իր ուժերով առանց որևէ արտաքին օգնության։ Սա Զորավար Անդրանիկի վերջին վճռական գործողությունն էր Հայաստանի իր հայրենի լեռներում ու հովիտներում եւ կրկին, ինչպես հին ժամանակներում, իր հավատարիմ զինվորների հետ։ Բայց այն ժամանակ նա երիտասարդ, կենսախինդ եւ ավյունով լի զինվոր էր, իսկ հիմա վիրավոր հոգով եւ ոչ երիտասարդ, որը տեսել էր բազում դավաճանություններ։ Իր ջոկատով եւ հազարավոր փախստականներով, որոնք հետևում էին նրան, չհուսալով եւ այլևս չվստահելով ոչ մեկի, Զորավար Անդրանիկը որոշում է գնալ դեպի Նախիջևան, թուրքական բանակի առաջխաղացումը կասեցնելու եւ Անդրկովկասի թաթարական ուժերի հետ հնարավոր միացումը կանխելու համար։ Դիվանագիտական վակուումի եւ քաոսի մեջ նա կայացնում է պատմական որոշում։ 1918 թվականի հունիսի 14-ին Անդրանիկը Նախիջևանի մարզը հայտարարում է Ռուսաստանի անբաժանելի մաս, այդպիսով փորձելով տարածքը ներառել նոր խորհրդային կառավարության իրավասության տակ եւ ստանալ նրա աջակցությունը։ Հակառակ դեպքում նա կանխատեսում էր Նախիջևանի անխուսափելի ապագան, այն է թուրքական վերահսկողությունը։ Նույն օրը նա ռադիոգիր է ուղարկում Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին։ Խնդրում եմ տեղեկացնել համապատասխան մարմիններին, որ այսօրվանից ես եւ իմ ջոկատը գտնվում ենք Ռուսաստանի կենտրոնական կառավարության տրամադրության ու հրամանատարության տակ։ Պատասխանը ճուշացավ։ Շահումյանը, ով ինքն էլ հայ էր եւ հեղափոխական, Անդրանիկին անվանեց իսկական ժողովրդական հերոս։ Սակայն քաղաքական իրականությունը ամբողջությամբ այլ էր եւ ոչ մի օգնություն այդպես էլ չեկավ։ Չստանալով ոչ Հայաստանի կառավարության, ոչ էլ բոլշևիկների աջակցությունը, Անդրանիկը շուտով հայտնվեց թուրքական գերազանցող ուժերի եւ մուսավաթական զինված կազմավորումների գրոհի տակ։ Նա ստիպված եղավ նահանջել Սյունիք, որտեղ 1918 թվականի օգոստոսից մինչև 1919 թվականի մարտը կազմակերպեց տարածաշրջանի հերոսական պաշտպանությունը։ Սյունիքը դարձավ դիմադրության վերջին գիծը։ Այստեղ անմատչելի լեռներում Անդրանիկի զորքերը կարողացան կանգնեցնել թշնամուն եւ թույլ չտվեցին նրանց իրենց ազդեցությունը ընդլայնել Հայաստանի հարավային շրջաններում եւ Արցախում։ Հենց այստեղ շրջափակման, զինամթերքի եւ սննդի պակասի, ինչպես նաեւ Անդրկովկասյան կառավարության մշտական սպառնալիքների տակ Անդրանիկը կրկին դարձավ ազգային դիմադրության խորհրդանիշ, հիմք դնելով Նժդեհի հետագա նվաճումների համար։ 1918 թվականի ամռանն ու աշնանը Անդրանիկի կազմակերպած գործողությունները զուտ պայքարի դրվագներ չէին։ Դրանք ցույց տվեցին, որ լիակատար մեկուսացման եւ դավաճանության պայմաններում ժողովուրդը կարող է համախմբվել այնպիսի առաջնորդի շուրջ, ում մեջ տեսնում է ոչ թե կուսակցական եւ անձնական շահը, այլ ապագայի փրկության հույսը։
Միշտ տարածաշրջանը մոլեգնում էր եւ ուժերը վերադասավորվում էին, նոր դերակատարները որոշեցին օգտվել իրավիճակից։ Բրիտանացիները մտան տարածաշրջան, ձգտելով վերահսկողություն հաստատել Կովկասի հարուստ ռեսուրսների նկատմամբ եւ երաշխավորել իրենց շահերը Պարսկաստանում ու Կենտրոնական Ասիայում։ 1918 թվականի նոյեմբերին բրիտանական զորքերը մտան Բաքու, տրամադրելով իրենց հովանավորությունը մուսավաթական կառավարությանը։ Անդրկովկասի թաթարների, ներկայիս ադրբեջանցիների Մուսավատ կուսակցությունը, օգտվելով բրիտանացիների աջակցությունից, որոնց վրա բրիտանացիները խաղադրույք էին կատարել, ինտենսիվացրեց իր էքսպանսիան հայաբնակ տարածքներում, հիմնականում Արցախում, որի բնակչությունը մեծ մասամբ կանզված էր հայերից եւ սկզբից ձգտում էր վերամիավորվել Հայաստանի հետ։ 1919 թվականի հունվարին բրիտանական վարչակազմը համաձայնության եկավ մուսավաթականների հետ եւ Արցախում ստեղծեց ժամանակավոր գեներալ նահանգապետություն, որի կազմի մեջ ներառվեց նաև Սյունիքը։ Հայկական Շուշի քաղաքը դարձավ նահանգապետարանի կենտրոն, ինչն անմիջապես վրդովմունք առաջացրեց տեղի հայ բնակչության շրջանում։ Արցախի հայերի ազգային խորհուրդը ստանձնեց ինքնակառավարման գործառույթներ եւ կազմակերպեց ինքնապաշտպանական ստորաբաժանումներ, կտրականապես հրաժարվելով ճանաչել մուսավաթականների եւ նրա հովանավորների իշխանությունը։ Նախորդ ամիսներին Սյունիքում թուրքական եւ մուսավաթական ուժերին ջախջախելուց հետո Անդրանիկը կանգնած էր նոր ընտրության առաջ։ Դեմ դուրս գալ Անտանտի իր նախկին դաշնակիցներին, թե փորձել համաձայնության գալ նրանց հետ։ Անդրանիկը հավատում էր, որ հայերը, ովքեր ժամանակին կռվել էին Անտանտի կողմից, արժանի էին արդար վերաբերմունքի եւ աջակցության դաշնակիցների կողմից։ Զորավար Անդրանիկը կտրուկ ու սկզբունքային նամակ ուղարկեց Հարավային Կովկասում բրիտանական զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Թոմսոնին։ Նամակի պատճառը բրիտանական քաղաքականությունն էր, որը փաստացի խրախուսում էր մուսավաթական կառավարության անհիմն պահանջները հայկական տարածքների, այդ թվում Արցախի, Սյունիքի եւ այլ շրջանների նկատմամբ, որտեղ հայ բնակչությունը բացարձակ մեծամասնություն էր կազմում։ Նամակում Անդրանիկը հստակ եւ միանշանակ արտահայտում էր դիրքորոշումը։ Ես իմ պարտքն եմ համարում տեղեկացնել ձեր հարգարժան առաքելությանը, որ 300,000-ից ավելի հայեր Ղարաբաղի, Զանգեզուրի, Կապանի, Սիսիանի ու Մեղրիի շրջանների ընդարձակ տարածքներում ստեղծված իրավիճակը համարում են անտանելի եւ ոչ մի դեպքում չեն համաձայնի ճանաչել որևէ իրավասություն իրենց տարածքում։ Այս նամակը դարձավ հայ քաղաքական կամքի կարևոր վկայությունն ու արտահայտումը, որը պատմության մեջ մտավ որպես զորավար Անդրանիկի վերջին գործողություններից մեկը, մինչև նրա զինվորական եւ հասարակական գործունեությունը դադարեցնելը։ Հայ ժողովուրդը միշտ էլ զիջող է եղել եւ միշտ էլ տառապել է դրա համար։ Եվ հիմա նրանք չարաշահում են մեր զիջողականությունը, ճնշելով մեզ, որովհետեւ մենք քաղցած ենք, մերկ, աղքատ, մինչդեռ թուրքերը նրանց ավելի ուժեղ են թվում եւ բնականաբար այդ պատճառով էլ նրանք գտնում են կողմնակիցներ։ Ուժեղի իրավունքը, այս սկզբունքը դեռևս գործում է։ Հայ ժողովուրդն այժմ կամայական եւ միակողմանի վերաբերմունքի առարկա է։ Այս մեջբերումը նույնպես Անդրանիկի նամակներից է։ 1918 թվականի մայիսին առաջին հանրապետության հռչակումից հետո զորավար Անդրանիկի հարաբերությունները նորաստեղծ պետության հետ բավականին լարված էին։ Դժվար աշխարհակաղակական իրավիճակում ձևավորված Հայաստանի կառավարությունը ստիպված էր հաղթահարել ներքին մարտահրավերներ եւ արտաքին ճնշումներ, մասնավորապես Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի եւ մուսավաթական Ադրբեջանի կողմից։ Այս պայմաններում Անդրանիկի ռազմական անկախությունը եւ կենտրոնից եկող հրամաններին չենթարկվելը մտահոգություններ առաջացրին իշխանությունների շրջանում։ Իր գաղափարախոսությամբ Անդրանիկը կողմնակից էր անզիջում պայքարի հողերը պաշտպանելու համար։ Նա հրաժարվում էր հայկական հողերի բաժանման փաստը ընդունել եւ կտրականապես դեմ էր ցանկացած զիջման։ Կառավարությունը, սակայն իր հնարավորությունների սահմաններում փորձում էր պահպանել հանրապետությունը, թեկուզ եթե այն կենթադրեր նահանջ կամ զիջում։ Անդրանիկի քաղաքական գործիչների, իսկ այդ ժամանակ նաև կառավարության միջև այս համակարգային անհամաձայնությունները գագաթնակետին հասան Արցախի եւ Սյունիքի կարգավիճակի հարցով պայմանավորված։ Անդրանիկն այս շրջանները դիտարկում էր որպես հայկական պատմական տարածքի անբաժանելի մասեր։ Ահա հատված Անդրանիկի ելույթից։ Անկախ նրանից, թե ես այստեղ Սյունիքում ինչ որ օգտակար կամ վնասակար բան եմ արել, թող տեղի ժողովուրդը դատի։ Ես լսել եմ, որ Ղարաբաղը ձեր ցանկությունների առարկան է, բայց դուք այն հալածել եք այնպես, ինչպես ինձ։ Մինչև հիմա դուք ոչ մի ցանկություն չեք ցուցաբերել օգնելու նրան։ Կարծես
այն հայ ազգի խորձավակ լիներ։ Ինչ էլ որ անեք, չարը թե բարին, այն ձեզ կվերադառնա պարոնայք։ Ջանք թափեք, որ ապագա սերունդներն ու գալիք պատմությունը ձեզ հիշեն բարի խոսքերով, այլ ոչ թե անեծքներով։ Այս ամենով պայմանավորված 1919 թվականին Զորավարը կայացնում է ճակատագրական որոշում՝ լքել Սյունիքը, լքել նորաստեղծ հանրապետությունը։ Սյունեցիների վերաբերմունքը Զորավար Անդրանիկի նկատմամբ արտահայտված է այս ելույթում. Զանգեզուրի հայ բնակչությունը, որը երբեք չի մոռանա ձեր մեծ ծառայությունը։ Այսօր Սիսիանի եւ հենց Զանգեզուրի համագումարը արտահայտում է իր ափսոսանքն ու ցավը, որ հանգամանքների բերումով դուք լքում եք մեզ։ Ինչ կարող է զգալ մի մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքի եւ սեփական ժողովրդի պաշտպանությանը։ Դրանք խորը եւ շատ ծանր անձնական ապրումներ են, որոնք Անդրանիկից բացի որևիցե մեկին հասանելի չեն եղել։ Թողեք հանգիստ մեռնեմ այսքան երկար տառապանքներից հետո։ Ես կմեկուսանամ այս աշխարհի մի անկյունում, որպեսզի ձեր կառավարությունը իր կողքին կամ շրջակայքում ինձ նման թշնամիներ չունենա։ 1919 թվականի ապրիլին ավարտվեց հայ-ազատագրական պայքարի ամենանշանակալի էջերից մեկը։ Սյունիքի պաշտպանության եւ ընդհանրապես հայ-ազատագրական պայքարում առանցքային եւ անուրանալի դեր ունեցած Զորավար Անդրանիկը լքեց Հայաստանը։ Լեռնային շրջանների համեմատաբար անվտանգ վայրերում փախստականներին ու որբերին բնակեցնելու համար եւ օգնություն կազմակերպելուց հետո Անդրանիկը ժամանելով Էջմիածին հայ ժողովրդի հոգեվոր կենտրոն արեց քայլ, որը լի էր խորհրդանշականությամբ։ Նա իր զենքերը հանձնեց ամենայն հայոց կաթողիկոսին՝ ի նշան իր զինվորական ուղու ավարտի։ Միաժամանակ նա լուծարեց իր ջոկատը, որը կազմված էր ֆիդայական պայքարի վետերաններից եւ ցեղասպանությունից ու աքսորից փրկված զինվորներից։ Նախքան հայրենի լեռները լքելը, Անդրանիկը 6 օր հյուրընկալվեց Հովհաննես Թումանյանի ընտանիքում, որի հետ ջերմ հարաբերություններ ուներ։ Անդրանիկը նաև հասցրեց հանդիպել Վրաստանի արտաքին գործերի նախարար Գեգեչկորիի հետ։ Ժամանակից առաջ անցնելով, կարծես իրադարձությունները կանխատեսելով, Անդրանիկն ասաց այն, ինչն այսօր էլ արդիական է։ Իրենց մտածելակերպով, ավանդույթներով եւ աշխարհագրական դիրքով հայ եւ վրաց ժողովուրդները անբաժան են։ Եթե մենք երկուսս էլ ունենք ապրելու եւ միմյանց օգնելու ցանկություն, եթե պարոն Գեգեչկորի, դուք չեք կարողանում գտնել խաղաղ համակեցության, տնտեսական եւ ռազմական ոլորտներում միավորվելու ուղիներ, ապա ես այսպես եմ հասկանում. մեր դիակը դուրս կբերեն երեկոյան, իսկ ձերը առավոտյան։ Տարբերությունը կլինի ընդամենը մեկ գիշեր։ Առանց Երևանում կանգ առնելու, Անդրանիկը ընդմիշտ լքեց Հայաստանը, անցնելով Թիֆլիսով եւ Բաթումով։ Այսպես ավարտվեց մեծ Զորավարի պատմությունը իր հայրենի լեռներում եւ սկսվեց արտագաղթի էջը։ Թեպետ մեծ Զորավարի Հայաստանը լքելը շատերի կողմից հակասական ընկալվեց, այնուամենայնիվ նա դարձավ ռազմավարական մտածողության, բացառիկ հայրենասիրության, քաջության եւ հայազատագրական պայքարի բացառիկ խորհրդանիշը։ Անդրանիկի հայրենասիրության եւ նրա գործած սխրանքների պատմության հիման վրա դաստիարակվել են սերունդներ։ Եվ այսօր էլ Զորավար Անդրանիկը հայերի համար շարունակում է մնալ ոգեշնչման բացառիկ աղբյուր։ Հիշում եմ իմ մանկության տարիներին, երբ Զորավար Անդրանիկի կերպարը մեր բոլորիս համար պայքարի, հայրենասիրության եւ քաջության անհաս գագաթ էր։ Թեպետ այն ժամանակ որևիցե կերպ անգամ պատկերացնել չէինք կարող տվյալ ժամանակաշրջանը, որում ապրել եւ գործել է Անդրանիկը, չէին կարող պատկերացնել նրա կերպարի իրական վեհությունը, այնուամենայնիվ Անդրանիկը մեզ համար շարունակում էր մնալ որպես ուղենիշ։ Իսկ ձեր համար ով է եղել կյանքի ուղենիշ դեռ մանկության տարիներից։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ էր Սուրեն Պետրոսյանը։ Եղեք ոգով ուժեղ եւ մի շնորհ հանդիպում։